Բարի երեկո բոլորին, հուսամ լավ եք, եկեք սկսենք արդեն։ Այսօր, քանի որ մի փոքր շատերի համար հավանաբար ավելի անծանոթ թեմաներից կխոսենք եւ ավելի անծանոթ տերմիններ կօգտագործենք, շատ ավելի լավ կլինի, եթե հարցեր առաջանան, ընթացքում այդ հարցերը միանգամից տաք, ես կպատասխանեմ դրանց։ Ու եթե ինչ-որ մի բան իմ պատասխանելուց հետո էլ անհասկանալի կթվա, կարաք երկրորդ անգամ հարցնեք, եւ եթե էլի չկարողանամ պատշաճ պատասխանել, կարող եք առանձին գրել, ես կփորձեմ հասկանալ ինչն է խնդիրը, որ ես չեմ կարողացել ոնց որ ավելի հստակ պատասխանել, որ ավելի մանրամասն տանք, էլի։ Հետո այդ մանրամասն ինֆորմացիան կտեղադրենք նաև չաթում կամ խմբում, որպեսզի մնացածի համար էլ պարզ լինի, բայց կարևորը որ տենց ինչ հարց առաջանում է հանգիստ ուղղեք, էլի, ես կփորձեմ հնարավորինս ու այսօր էլ տենց փորձելու եմ հնարավորինս պարզ բառերով խոսանք, որ ձեր համար հասկանալի լինի ու վախենալու չթվա, էլի, որովհետև ամենախնդրահարույց բանը, երբ որ վախենալու է թվում ու չեն ուզում շարունակեն այդ մասով։ Այսօր խոսալու ենք մի քանի թեմաներից, խոսալու ենք վեբ կայքերից հիմնականում, սկսած դոմեյնի գնումից մինչև վեբ կայքի արդյունավետության գնահատում եւ վեբ կայքի կառուցում։ Մի փոքր sense ավելի դանդաղ նյութը կհաղորդեմ այսօր, որպեսզի նրանք ում համար էս լրիվ նորություն է, տենց շատ բարդ չթվա, էլի։ Սկսենք նախ նրանից, որ ամենառաջի դասի ընթացքում երբ որ խոսում էինք, ոնց է որոշում, որ մենք որ սոցիալական ցանցերը պետք է ընտրենք, դրան զուգահեռ այդ սոցիալական ցանցեր ասվածից զատ մենք խոսում ենք նաև առհասարակ թվային գործիքներից, որը մենք պետք է ընտրենք, ու այսօր խոսալու ենք այդ թվային գործիքներից մեկի մասին, կայքի մասին, ու այդ կայքը ունենալու անհրաժեշտության, կարևորության, նպատակների կամ կիրառության մասին։ Սեփական sense ասած կայք ունենալը այսօր գրեթե պարտադիր պայման է դարձել բիզնեսների ու նախագծերի համար, ինքը դարձել է թվային այցեքարտ, որը ոնց որ ներկայացնում է մեր ապրանքներն ու ծառայությունները ու մեր հաճախորդների մոտ ստեղծում է վստահություն ու նաև հեշտացնում է հաճախորդների կապը մեզ հետ, բայց ինչպես սոցիալական ցանցերում ներկայացվածությունը, այնպես էլ կայք ունենալը ինքը այդպես պարտադիր պայման չի, այսինքն եթե չունես կայք, դա չի նշանակում, որ քո մոտ ինչ-որ բան կատաստրոֆիկ է, որովհետև ոնց նշեցի, ինքը բանը բարձրացնում է մեր ճանաչելիությունը, մեր հեղինակությունն է բարձրացնում վստահելիությունը, ապահովում է կապը հաճախորդների հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետք է ի սկզբանե որոշենք արդյոք մեզ կայք հարկավոր է թե չէ, հետո նոր անցնենք ոնց որ դրա մշակմանն է։ Իսկ դրա այդ հարցի պատասխանը, այսպես ասած, ստանալու համար մի հատ հասկանանք առհասարակ կայքը մեզ ինչ կարա տա։ Առաջինը, որ ինքը կարա տա, կարա վստահելիության աճ տա, ու իմիջ հաղորդի մեզ։ Կայքը ոնց որ դիտորդի տեսանկյունից, դա կլինի հաճախորդ է գործընկեր, մի տեսակ ավելի պրոֆեսիոնալ հարթակ է իրանից ներկայացնում ու ստեղծում է տպավորություն, որ մենք մեր գործին լուրջ ենք վերաբերվում, այսպես ասած, եւ ըստ այդմ էլ ավելի վստահելի ենք ընկալվում, քան այն դեպքում, երբ որ միայն սոցիալական ցանցերում ենք ներկայացված լինում։ Մյուսը, որ կարող ենք ասել, դա առցանց ներկայությունն է եւ առհասարակ գլոբալ հասանելիությունը, որ կայքը ապահովում է եւս մեկ թվային հարթակում մեր ներկայությունը ու ի տարբերություն ֆիզիկական խանութի, կայքը հասանելի է շուրջօրյա ու կարող է հաճախորդներին գրավել թե մեր երկրից, թե արտասահմանից ու այսօր անցած դասին էլ խոսում ենք, որ այսօր շատերը ինչ որ բան գնում կատարելուց առաջ հնարավորություն ունեն մի քանի տարբեր հարթակներում որոնումներ իրականացնել, որից հետո եւ արդեն իրենց ընտրությունը կատարում են ինչ պրոդուկտից ընտրել, օգտվել եւ ինչ ծառայությունից։ Եթե նայենք ժամանակի տեսանկյունից այդ փոփոխությանը, իհարկե հիմա մի փոքր այդ տենդենսը փոխվում է, այսինքն Gen Z-ն ավելի շատ սկսել է որոնումներ իրականացնել Instagram, TikTok հարթակներում եւ փորձում է հենց այդ հարթակների միջոցով էլ գտնի իրան անհրաժեշտ պրոդուկտը կամ ծառայությունը, բայց եթե մի փոքր հետ գնանք, ուղղակի Google-ում որոնումներ իրականացնելը
շատ ավելի ակտուալ էր, քան ցանկացած այլ սոցիալական հարթակներում, որտեղ սոցիալական հարթակները այդքան էլ չէին դիտարկվում որպես վաճառքի, այսպես ասած, կենտրոններ կամ աղբյուրներ, հա, ինչ որ ապրանք գտնելու։ Դրա համար որոնողական համակարգերը այդպես շատ ավելի ակտուալ էին եւ որոնողական համակարգերն էլ ավելի շատ հենց դեպի կայքի վրա աշխատող, այսպես ասած, համակարգեր են։ Արդյունքում ստացվում է, որ եթե դուք հասանելի եք վեբսայթով, այդտեղ ձեր ներկայությունը, ձեր հասանելիությունը գլոբալ ավելի տենց ավելի լայն լսարանների համար ավելի հասանելի է։ Մյուսը, որ կարամ նշենք, այդ ինքը արդյունավետ հարթակ որպես եւ բիզնեսի աճի տեսանկյունից կայքը հնարավորություն է տալիս մարդկանց գտնել մեզ, այսպես ասած։ Այսինքն, եթե դուք սոցիալական ցանցերում հրապարակում եք անում, ու հա, այնտեղ TikTok-ը, Instagram-ը հնարավորություն են տալիս օրգանիկ տարածում գտնելու, իսկ Facebook-ը ավելի շատ հիմնված է գովազդների վրա, որտեղ դուք միացնում եք թիրախավորված գովազդների ընդհանրենք, վեբկայք ունենալու դեպքում, իհարկե, եթե ինքը բավականին լավ օպտիմիզացված է որոնողական համակարգերի համար, ինքը ավելի շատ ձեր մոտ բերում այն մարդկանց, ովքեր փնտրում են, հա, եւ շատ կարեւոր է, որ այդ մարդկանց բաց չթողնենք։ Այսինքն, մի այլ բան է, երբ որ մենք գովազդների միջոցով կամ գրավող կոնտենտի միջոցով փորձում ենք հասնել մեր լսարանին, մեկ այլ բան է, երբ որ մի հատ լսարան կա, որը որոնում է ու մեզ գտնում է, հա, իրանց մեջ էական տարբերություն կա եւ իրենց գնում կատարելու նախատրամադրվածության տեսանկյունից եւ իրենց վարքագծի տեսանկյունից։ Եվ արդյունքում կայքը մեզ տալիս այն հնարավորությունը, որ այդ մարդիկ կարան մեզ գտնեն եւ առանց տենց գուցե նաեւ լուրջ ջանքերի։ Իհարկե, սկզբնական հատվածում շատ մեծ ջանքեր պետք է դնել, մինչեւ հասնես այն կետին, որ դու դառնաս արդեն որոնողական համակարգերում հասանելի ու մարդիկ կարողանան հեշտությամբ քեզ գտնեն։ Իսկ առասարակ այստեղ էլ եւս վճարովի գովազդների հնարավորություն կա, դրան արդեն հետագայում կանդրադառնանք։ Սա ընդհանուր առմամբ ոնց որ ինչ է մեզ տալիս վեբկայքը, ընթացիկ է սա էլի մի քիչ մանրամասներ իրաց մասին իհարկե կխոսանք։ Մենք սովորաբար որոնումներ, երբ որ իրականացնում ենք, որոնողական համակարգերում կամ գուցե հենց այն դաշտում էս ասած, որտեղ որ որոնումը հարկավոր է իրականացնել, URL-ի հատվածը, հա, որտեղ որ գրում ենք օրինակ www.ameriabank.am։ Այդ հատվածում մենք շատ ժամանակ որոնում ենք հենց domain-ով, հա, այսինքն հղումով։ Նույն այդ ameriabank.am-ը եւ այլն, որ օգտագործում ենք, չգիտեմ, կարող է, չգիտեմ, Digitech Expo եք գնում, digitech.am-ն եք որոնում կամ բանկերից evoca.am-ն եք որոնում կամ Glovo եւ այլն ընդհանրապես կապ չունի որոնք, մենք շատ հաճախ չենք նկատում, որ մենք հենց բան ենք անում, այդ հղումով ենք որոնում։ Այսինքն մեզ թվում է, որ ameriabank.am գրում ենք, այդ իրանց անունն է, բայց չէ, դա իրականում իրանց հղումն է, այո, իրանց անունն էլ է Ameriabank, բայց դա նաև իրանց հղումն է եւ իրանց հղումը կոչվում է domain։ Այսինքն www.ինչ-որ-բան.am-ը կամ .com-ը եւ այլն, դա ինքը կոչվում է domain, հա, որը եզակի է, չկրկնվող է, այսինքն յուրաքանչյուր domain այս աշխարհում գոյություն ունի մի հատ։ Կարա լինի ameriabank.am, ameriabank.com, ameriabank.org եւ այլն, հազար տեսակի բան կարա լինի, բայց դրանք յուրաքանչյուրը եզակի են։ Եվ domain-ը ինչ է իրանից ենթադրում, ինքը վեբսայթի տեսանկյունից, հա, կայքի տեսանկյունից այն առաջին պատկերն է, որ ոնց որ մարդիկ ստանում են մեզանից մեր կայքի հետ կապված, հա, եւ արդյունքում ստացվում է, որ domain-ի անունը պետքա ուղղակիորեն կապված լինի մեր բիզնեսի հետ։ Այսինքն, որքան ինքը մեզ ինչ որ կերպ ասոցացնի մեր բիզնեսի հետ, ինքը པարզ լինի, այդքան շատ ավելի լավ։ Ինքը տեղով հանդիսանում է այսպես ասած keyword, բանալի բառ, այսինքն եթե իր մեջ կա Ameriabank.am-ի փոխարեն կարող լիներ armbank.am օրինակ, էլի լրիվ նույն ստրուկտուրան կարող լիներ, ոչ մի գլոբալ աշխարհում այդպես փոփոխություն տեղի չէր ունենա դրանից, բայց Ameriabank.am, որովհետև հենց դա իրանց բանկի անունը պարունակում է։
բոլոր դոմեյնները առհասարակ ընդհանուր առմամբ նույն լոգիկայով են, այսպես ասած, կազմված լինում։ Դա այս սկզբի հատվածն է HTTPS-ը, դրանից հետո գալիս է www, հետո գալիս է կոչվում է S award space-ը, այդ անունը պատկերացրեք Ամերիաբանկ գրվածքն է, եւ .com կամ .am, .org եւ այլն։ Այստեղ ֆիքսենք, որ HTTPS-ին կոչվում է պրոտոկոլ, սրանց մասին հեսա հերթով խոսամ, որ հասկանալի լինի։ www-ն կոչվում է subdomain, award space-ը կոչվում է second level domain, այսինքն երկրորդային մակարդակի domain, եւ .com-ը կամ .am-ը, .net-ը, .org-ը եւ այլն կոչվում են top level domain։ Հիմա եկեք բանը մանրամասն հասկանանք, որը ինչ է իրանից ենթադրում։ Սա դոմեյն ենթադոմեյնը իրանից ենթադրում է հետևյալը։ Դուք կարող ունենաք մի հատ խանութ եւ կարող ունենաք էջեր, որոնք էլի ձեր խանութին են պատկանում, բայց դուք ուզում եք իրանց որոշակի տարբերեք, հա։ Այդ պարագայում դուք կարող եք օգտագործել այս subdomain կոչված, այսինքն www փոխարեն կարա լինի օրինակ shop ենթադրենք ameriabank.am, սա կկոչվի subdomain, ինքը հիմնական դոմեյնի մաս է կազմում, բայց իր մեջ ինչ-որ լոգիկա կա, այսինքն այդ shop-ը, shop ասվածը բացատրում է, այսպես ասած, մեզ, որ դա Ամերիաբանկի կայքն է, բայց ինքը shop-ի բնույթ է կրում, դրա համար ինքը առանձնացված է։ Եթե չեմ սխալվում, հենց կոնկրետ shop-ով պետքա որ Ucom-ը կամ Team-ը ունենա, օրինակ կարանք հիմա փորձենք նայենք, ես մի հատ նայեմ։ Մի րոպե տեսնեմ, կարող հենց ամբողջ էկրանը ձեր մոտ share անեմ, մի վայրկյան։ Սանը հիմա միացնեմ, մի վայրկյան կներեք, full screen էր տված, դրա համար չէր երևում։Ավ ինքը բան անում, երբ որ share եմ տալիս, բանը ցույց չի տալիս, հենց բուն էկրանի մնացած հատվածը ցույց չի տալիս, դրա համար եկեք ես հենց chat-ում դնեմ։ Հիմա նայեք, այստեղ եթե մտնեք ucom.am, ինքը կբացի ucom-ի կայքը։ Հիմա եթե ես ձեր էկրանին բացում եմ ucom.am, սա Ucom-ի հիմնական դոմեյնն է, այսպես ասած, իրանց հիմնական կայքն է, իրանց հիմնական հղումով, որտեղ որ տեսնում եք, այս կոնտենտն է գնում, այսինքն իրանց հեռախոսների հետ կապված եւ այլն եւ այլն, փաթեթների, մի խոսքով ամեն ինչի հետ կապված, իրանք այստեղ ունեն տեղադրած իրանց ինֆորմացիան։ Հենց ցեխնում տեսեք, այս առցանց խանութին որ ցեխում են, ինքը բացում է մենակ այն հատվածը, որտեղ իրանց խանութներն է, այսինքն իրանց խանութն է, այսինքն հեռախոսներ, ականջակալ, հեռուստացույց, մի խոսքով այն ամենը ինչը որ որպես օպերատոր կոպիտ ասած կապ չունի իրանց հետ, բացումը արդեն մի րոպե ձեր մոտ այս մեկն է բացում, մի վայրկյան կներեք։ Բացվում է արդեն մենակ իրանց խանութի հատվածը, որտեղ որ արդեն իրանց որպես օպերատորի ինֆորմացիա չկա։ Իրանք զուտ այդ shop.ucom.am առանձնացրել են ու դա դարձրել են subdomain։ Գլոբալ առումով իրանց կյանքում ոչ մի բան չէր փոխվի, եթե օրինակ իրանք դա ucom.am-ի մեջ ներառած լինեին։ Համենայն դեպս սա մի հատ հնարավորություն է, որ իրանք կարան այդ փոփոխությունը անեն ու իրանք առանձնացնեն։
Այսինքն սրա փոխարեն օրինակ կարա, եթե դուք ինչ որ միջոցառումների կազմակերպիչ եք, բայց ունեք նաև գույքի վարձակալություն, կարա լինի rent get ու ձեր հիմնական կայքի հասցեն։ Էլի որևէ տենց ինչ որ գլոբալ բան ձեր կյանքում չի փոխվի։ Ոնց նշեցի, այստեղ արդեն second level domain-ը, երկրորդ level-ի domain-ը, այսպես ասած, հա, այդպես է ինքը կոչվում։ Ինքը պարունակում է ձեր բանը, կայքի հիմնական անունը, ձեր բրենդի անունը խիստ ցանկալի։ Ինքը պետք է լինի կարճ եւ հիշվող։ Բայց նաև այստեղ ասեմ, որ շատ դեպքեր կլինեն, որ չեք կարողանա ձեռք բերել, որովհետև ինքը քանի որ եզակի է, գուցե ձեր բիզնեսի անունով այս աշխարհում մի հատ էլ կա, կամ 2 հատ կա կամ 15 հատ կա ու իրանք արդեն դա գնել են։ Բնականաբար հիմա ազատ դոմեյնների քանակը շատ ավելի քիչ է, քան ասենք 15 տարի առաջ։ Իսկ այս դոմեյնները դուք առնում եք ու ինքը որոշակի ժամանակ սովորաբար մի տարի ձեզ է պատկանում։ Հետո մի տարի հետո կարաք երկարացնեք, այն մյուս տարին էլի երկարացնեք։ Դենց կարաք, չգիտեմ, 30-40 տարի երկարացնեք, բայց ինքը փաստացի մի տարով է ձեր լինում, էլի։ Սա պետք է պարունակի ոնց որ ձեր բիզնեսի հիմնական անունը եւ ոչ ավելի, այսպես ասած, որպեսզի մարդկանց համար հեշտ լինի, հա, այդ հիշելը։ Անցնենք հաջորդին, դա .com-ն է կամ .am-ը եւ այլն եւ այլն։ Դրանք կոչվում են top level domain, ինչի են top level կոչվում, որովհետեւ իրանք կարան կրկնվող լինեն, բայց իրանք իմաստ են հաղորդում, այսպես ասած, ձեր կայքին, հա։ Get.com-ի պարագայում մենք հասկանում ենք, որ այդ կայքը սովորաբար այդտենց կայքերը հիմնականում լինում են կոմերցիոն կամ միջազգային։ Get.org-ով վերջացողները լինում են ինչ որ կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, իրանց կայքերը լինում են get.org-ով, այսինքն տարանջատում է ինքը որոշակի իմաստ է հաղորդում ու դրանով արդեն կարողանում ենք որոշակի տարբերել, այսինքն ինքը էլի գլոբալ, եթե դուք org-ի փոխարեն, չգիտեմ, com վերցնեք, am-ի փոխարեն com կամ com-ի փոխարեն am, խնդիր չի առաջանալու ձեր համար գլոբալ առումով, բայց դուք դրանով հաղորդում եք ձեր կայքին ինչ որ իմաստ, որ ինքը միջազգային է կամ ինքը ֆրանսիական է, հայկական է եւ այլն եւ այլն։ Ու այստեղ այդ am-ը եւ roon fr-ը եւ այլն եւ այլն, դրանք արդեն բան են կոչվում, երկրի կոդով TLD-ներ են կոչվում, country code TLD-ներ են կոչվում, որոնք ուղղակի իմաստ են հաղորդում, որ ոնց որ ձեր կայքը բանը հայկական է, ֆրանսիական է, ռուսական է եւ այլն։ Ասենք news.am հայկական է։ Ու տենց ցանկացած կարա, չգիտեմ, չեխական լինի եւ այլն եւ այլն։ Բոլոր երկրները իրանց բանը ունեն, դոմեյնը ունեն, էլի։ Ժամանակի ընթացքում իհարկե դոմեյններում էլ որոշակի փոփոխություններ լինում են, ավելանում են այդ ու ինչ որ վերջավորություն կարա ավելանա։ Հիմա օրինակ շատ մեծ պահանջարկ է սկսել ունենալ, դասերից մեկի ընթացքում էլ նշեցի .ai-ը, որովհետև AI-ը զարգանում է ու արդյունքում գալիս է ոնց որ դրա պահանջարկի կտրուկ բարձրացում։ Այստեղ ոնց տենում եք բանը, չգիտեմ, կա նկար բանի մեջ երևում է, չգիտեմ, get info, get travel, get biznet եւ այլն եւ այլն։ Սրանցից յուրաքանչյուրը որոշակի իմաստ հաղորդում է կայքին, բայց ձեր կյանքում տենց գլոբալ շատ բան չի փոխում, ուղղակի ավելի պրոֆեսիոնալ լինում, երբ որ օրինակ ձեր կայքը ինֆորմացիոն կայքա, get info-ով եք առնում, հայկական կայքա get am եք առնում, միջազգային ինչ որ նպատակներ ունեք, get com եք առնում եւ այլն եւ այլն։ Ոնց նշեցի, դոմեյնները եզակի են ու դուք այդ դոմեյնները առնում եք, առհասարակ աշխարհում գոյություն ունի մի հատ ռեգիստրատոր, այնտեղից որտեղից դոմեյնը առնում եք, ինքը կոչվում է ոնց որ domain registrar, այսպես ասած, որտեղից որ առնում եք, ինքը մատակարարն է ձեր դոմեյնի եւ առհասարակ գլոբալ մի հատ ռեգիստրատոր կա, որ մնացած բոլորին բան է տալիս այդ ռեգիստրատորներին լիցենզիա է տալիս, այսպես ասած, որ իրանք կարան այո դոմեյն վաճառեն։ Ընդհանուր մոտ 2000-ից ավելի հավատարմագրած ռեգիստրատորներ կան աշխարհում, բայց բոլորին այդ հավատարմագրումը մեկն է անում, էլի։ Բավականին հայտնի են GoDaddy ռեգիստրատորը, Namecheap-ը, Հայաստանում օգտագործվում է օրինակ NameAM-ը եւ այլն։ Որպեսզի դուք կարողանաք բան անեք, դոմեյնի իրավասությունները ձեռք բերեք, ենթադրենք, չգիտեմ, բանից ուզում եմ NameAM-ից ես ուզում եմ դոմեյն առնեմ, ես հիմա NameAM-ում եմ,
.am առնելու լավագույն բանը հնարավորություններից մեկն է, որովհետև այնտեղից որտեղից որ դուք դոմեին առնում եք, այդ բաները, դոմեին ռեգիստրարները նաև ունենում են support, որովհետև ձեր դոմեինի հետ կարող է ինչ-որ խնդիր առաջանա, հայկական եք վերցնում, որ Հայաստանում տեղում ոնց որ այդ support-ը ունենաք ու կարողանաք ձեր հարցերը ուղղել։ Ինչա պետք, այստեղ ուղղակի պետք է գրանցված լինել, ես գրանցված եմ, ոնց տեսնում եք, գրանցված եք լինում ու կարողանում եք, ասենք, չգիտեմ, ձեր դոմեինը գնել։ Հիմա ասենք իմ էկրանին Մարիայի անունն է բերում, ենթադրեք գրում եմ maria.am ու նայում եմ այդ դոմեինը ազատ է թե չէ։ Maria.am դոմեինը զբաղված է, ինչ-որ մեկը առել է արդեն։ Իսկ com-ը հավանաբար ազատ կլինի։ Չստա էլ զբաղված։ Մարիայի ազգանունը Դանիելյան, նայեք Դանիելյան նայենք, Danielyan.com Դոմեինը ազատ է, այսինքն Մարիան կարող է իր անուն ազգանունով ենթադրենք դոմեին առնի, դրա վրա ինչ-որ պորտֆոլիո հավաքի։ Տարեկան իր արժեքը 9300 դրամ է, իսկ եթե AM-ը ազատ լինի, AM-ի դեպքում 8900 դրամ է, այսինքն երբ որ com եք վերցնում, ինքը ավելի թանկ է սովորաբար լինում, երբ որ AM եք վերցնում, սովորաբար ավելի ինքը էժան է լինում։ Եվ այստեղ օրինակ կարողանում եք նայել բանի տեսանկյունից, ազատ է թե ազատ չի։ Եվ եթե ձեզ շատ է պետք, դուք կարող եք օրինակ նայեք, թե ով է առհասարակ այդ դոմեինը առել, եթե դոմեին առնողը բաց ինֆորմացիա դրել, ու օրինակ փորձեք իրանից վերագնել, այսպես ասած։ Օրինակ who.is-ը հնարավորություն է տալիս նայել դոմեինի մասին ինֆորմացիա, հա։ Նայեք, ասում է 26 թվականի ապրիլի 22-ին այս դոմեինի բանը սպառվում է, 20 թվականին են գնել այս դոմեինը, և տեսնենք ինֆորմացիան փակ է, այսինքն գնորդը փակել է ինֆորմացիան, և մենք չենք տեսնում ինքը ով է, բայց կարող է լինի այնպես, որ այդ ինֆորմացիան բաց լինի, և ասեմ, որ շատերը իրանց դոմեինները վերավաճառում են, երբ որ դոմեինը նոր ես գնում, ինքը շատ ավելի էժան է լինում, քան թե ինչ-որ ժամանակ անց, ու եթե ճիշտ դոմեին կարողացած լինես գնես, դու կարաս այդ դոմեինը շատ թանկ գնով, ընդհուպ մինչև մի քանի հազար դոլարով վաճառես, որովհետև ինչ-որ մեկը ուղղակի դա ուզենալու է առնի, ոչ թե որպես ինչ-որ պրինցիպ է, այլ ուղղակի ինքը դառնում է ակտուալ ու շատ ակտուալ, իսկ ինչ-որ մեկը պատրաստ է այդ ակտուալ բանի դոմեինի համար վճարել։ Ու որոշ դեպքերում լինում է, որ ենթադրենք որոնում եք, ենթադրենք ստեղ որոնեցիք չգտաք, բայց կայքն եք որոնում, այսինքն հիմա մի րոպե էլի share անեմ ձեր հետ, ենթադրենք որոնում եմ, ինձ հետաքրքիր է տենամ այս դոմեինը կարող է ծախում են թե չէ, որոնում եմ maria.am, չէ, ոնց որ թե վաճառքի հետ կապված ոչ մի ինֆորմացիա չկա։ Շատ դեպքերում լինում է, որ հենց դոմեինի ձեռքը բերողը մի հատ այս հենց web page-ա սարքում մի էջանոց, ու այստեղ գրված է լինում, որ այդ դոմեինը վաճառվում է, եթե ուզում ես գնես, կապ հաստատի, ինչ որ կոնտակտային տվյալներ է դրածնում կամ հղում է դրածնում, գնում ես իրան գրում ես, որ դու ուզում ես ոնց որ առնես այդ դոմեինը, ու բան անում, ինքը վաճառում է քեզ, այսպես ասեմ։ Այդ դոմեյնների գնման հետ կապված և դոմեյնների կառուցվածքի հետ կապված։ Էլի փոխեմ էկրանը։ Դուք շատ հաճախ նկատած կլինեք, որ այս ամենասկզբում ինչ նշեցի, HTTPS, եթե դուք սա ձեռք բերովի է, սա սերտիֆիկատի հիման վրա է լինում, սա այն պրոտոկոլն է, որի միջոցով ինֆորմացիան, այսպես ասած, գնում է դեպի սերվերներ, սերվերներից հետո գալիս ձեր կայք։ Երբ որ դուք ունեք կայք եւ մարդը մտնում է ձեր կայք, process-ը պատկերացրեք սենց, գոյություն ունեն սերվերներ, հա, որի վրա որ ձեր կայքը կամ այդ դոմեյնը աշխատում է, որտեղ ինքը ինչ որ ինֆորմացիա է պարունակում, ձեր կայքը երբ որ ստեղծում եք, հա, ինքը ինչ որ ինֆորմացիա պարունակում է։ Եվ այդ ինֆորմացիան պետք է լինի սերվերների վրա։ Այդ սերվերները կարող լինեն ֆիզիկական, կարող լինեն on-line սերվերներ։ Երբ որ մարդը մտնում է ձեր կայք ու ինչ որ գործողություն անում, ընդհանուր մինչև այդ scroll անելը եւ առհասարակ հենց մտավ ձեր կայք,
ինֆորմացիան, որը կա ձեր կայքում, գնում է դեպի սերվերներ ու բանանում, հետ է գալիս դեպի հաճախորդին։ Այսինքն, երբ որ ես ինչ-որ բանի վրա կլիկ եմ անում, այդ կլիկ անելու պահին ձեր կայքը սերվերից բանանում, հարցում է անում։ Ասում է, այս մարդը սեղմեց այս կոճակին, ու երբ որ այդ կոճակի տակ ինչ-որ հղում է դրված, իր մոտ ցույց է տալիս, այսինքն սերվերից այդ ինֆորմացիան գալիս է հաճախորդին։ Եվ երբ որ մենք չենք ունենում այս սերտիֆիկատը, դրանք կոչվում են SSL կամ TLS սերտիֆիկատներ։ Երբ որ մենք այս սերտիֆիկատը չենք ունենում, մենք այսպես էկրանին բան կանենք նկատենք, հաստատ նկատած կլինենք։ Բրաուզերները մեզ ասում են, որ այս կայքը ապահով չի, եւ կոպիտ ասած իրանք խորհուրդ չեն տալիս այս կայք մուտք գործել։ Եվ որպեսզի կարողանանք դրանից խուսափել, այս վերևի կարմիրի փոխարեն, որպեսզի այս տակի կանաչ լինի եւ որևէ խնդիր չունենա մեր կայքը, մենք սերտիֆիկատ ենք, այս սերտիֆիկատից ենք ձեռք բերում ու տեղադրում։ Ու սովորաբար սենց ասեմ, երբ որ դոմեին եք գնում, սովորաբար ինքը իր մեջ պարունակում է այս սերտիֆիկատը, այսինքն դուք ձեռքով անելու որևէ գործողություն չեք ունենում։ Կարամ որոշ դեպքերում լինի այնպես, որ դուք չունենաք այդ սերտիֆիկատը, այնտեղ ինքը ձեզ քայլերով արդեն ուղղորդում է ոնց անեք, այդ սերտիֆիկատը ձեռք եք բերում ու ոնց տեղադրեք կայքի մեջ։ Ասենք բանի դեպքում է սա կարա լինի custom կոդով, այսինքն կոդով հավաքած կայքերի դեպքում էլ կարա լինի, որ կարիք կլինի այս սերտիֆիկատը տեղադրելու։ Իսկ երբ որ CMS համակարգերով, ենթադրենք WordPress-ով եւ այլն այդ բիլդերներով, որոնց մասին ես խոսամ, եթե դրանով եք անում, սովորաբար իրանք իրանց մեջ արդեն իսկ պարունակում են այդ բանը, սերտիֆիկատը, ու դուք որևէ խնդիր չեք ունենում, ձեր կայքը նորմալ աշխատում է, ապահովված է, բրաուզերները վստահում են ինֆորմացիային, տվյալներին եւ այլն։ Եվ այստեղ մանավանդ այն բaragam, երբ որ դուք ունենում եք create account հնարավորությունը, որ մարդը կարող մատնի ձեր կայք ու իր account-ը ստարքի, այդ բaragam-ը մանավանդ շատ կարևոր է, որ սա ունենաք, որտեղ ինքը հավելյալ վստահություն է ձեզ տալիս, ընդ որում ոչ միայն վստահություն է տալիս հաճախորդին, որ ինքը մտնի, ինքը նաև Google որոնողական եւ մնացած այլ որոնողական համակարգերին ավելի բարձր են գնահատում, հետեւաբար երբ որ ինչ-որ մեկը որոնի ու դուք չունենաք այս սերտիֆիկատով պաշտպանվածությունը, այն որ ձեր կայքը կերևա առաջնայիններից մեկը ամենայն հավանականությամբ ոչ, ինչքան էլ լավ կոնտենտ ունենաք, իրան բան անելու, շպրտելու է ավելի ներքև, քան նրանց, ովքեր որ այդ բանը ունեն, սերտիֆիկատը ունեն եւ իրենց կայքը ապահովված է։ Ինչ որ բան կարող է բարդ եմ ասում, թե ամեն ինչ տենց հասկանալի գնում է, հələ որ Ինձ մոտ հարցեր չկան, ամեն ինչ հասկանալի էր։ Հասկացա։ Ես մեկ-մեկ sense դանդաղացնում եմ ընթացքը, որպեսզի հանկարծ արագ չգնամ ու նայեք դասախոսի համար շատ ավելի հեշտ է, ավելի վատ մի քիչ իմացող, ես հիմա օրինակ դասախոսից մի քիչ վատ գիտեմ, չէ՞։ Ու ես փորձում եմ տենց կարող ես ուզում եմ ուշադիր լինեմ, որ հանկարծ նենց չասեմ, ոնց որ ես գիտեմ ու ես կուզեի լսեմ, այլ ասեմ նենց, ոնց որ ձեզ համար ավելի պարզ կլինի, որպեսզի տենց որևէ ոչ թե հարց չառաջանա ու հարց չտա, այլ անհասկանալի պահ չլինի ու դրանից հարց չծագի, էլի։ Դրա համար փորձում եմ սենց մեկ-մեկ մի քիչ ավելի դանդաղ եմ խոսում, որպեսզի ավելի խոսքս հասկանալի լինի ձեր համար ու տենց ոնց որ խնդիրներ չառաջանան։ Մինչև վեբսայթի այստեղ մի րոպե լավ, այստեղ մի հատ սլայդ թվում է բաց եմ թողել, օքեյ, լավ, մի սլայդ այստեղ բաց եմ թողել, այս ամեն ինչի հետ կապված ոնց հասկացանք, տենց շատ հարցեր չեմ թողել, հարցեր հաստատ կլինեն ինձ թվում է, բայց ընթացքում ավելի պարզ կլինի։ Հիմա նայեք, երբ որ մենք ունենում ենք մեր դոմեյնը, ենթադրենք նույնը կարանք էլի գնանք ես ցույց տամ name-ում, որպեսզի ավելի վիզուալ տեսանելի։ Ես օրինակ name-ում ունեմ դոմեյններ, ինչի հենց Մարիայի անունով ցույց տվեցի, որտեղ Վահան Չոբանյանով ես ունեմ առած։
Այսինքն ես արել եմ domain, այս այն ժամանակ, երբ որ տենց տեստավորում եմ, հետաքրքրության համար արել է իմ համար ու ինքը իր վրա տենց բաներ կա։ Հա, ես կայք ունեի հավաքած, բայց հիմա անհասանելի է դարել, չեմ հետևել, ինչ որ խնդիր առաջացել իր հետ։ Դրա համար չեմ կարող հիմա ցույց տամ, հա, բայց ես օրինակ արել եմ այս domain-ը, այտենց զուտ հետաքրքրության համար, առանձնապես իրանից ոչ մի բան ինքը չի ներկայացնում, բայց ուզում ասեմ դուք էլ կարող օրինակ ունենաք, կամ կարող ունենաք ցանկացած այլ տեսակի domain, մի հատ այտենց հետաքրքրության համար վերցրել օրինակ հարսանիք AM-ը, որը ես չէի պատկերացնում, օրինակ կարող ազատ domain լինի, որտեղ մտածում եմ ինչ որ մեկը վաղուց առած կլինի։ Բայց չպարզեց օրինակ ես domain-ը ազատ էր, հետո ես տենց իր վրա հետաքրքիր փորձարկումներ արեցի։ Ես իր վրա սկսեցի փորձարկումներ անել, այսինքն այն ինչի մասին որ նաև այսօր խոսել եմ, ես սկսեցի սենց ուղղակի տեստավորել, իրան հղումներ դնել, գիտեմ, կայքի կառուցվածք ուսումնասիրել եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչը, երբ որ դուք ուզում եք արդեն domain-ը առել եք եւ պետքա կարգավորեք, այդտեղ մի հատ էլ sense կարևոր կետ կա, իրանք կոչվում են DNS record-ներ։ Հիմա ես ձեզ ցույց բացեմ, թե ինչ record-ների տարբերակներ կան, եւ այլն։ Կներեք, հիմա այդ DNS record-ները կապ ունեն մեր բանի հետ, մեր domain-ի հետ, ու իրանք խոսում են այն տեխնիկական կապվածության մասին, որը մեր կայքը, մեր domain-ը պետք է ունենա մեր որոշակի պլատֆորմների հետ։ Այդ պլատֆորմներից կարող լինեն, չգիտեմ, mailing համակարգերը, այդ պլատֆորմներից կարող լինեն CRM համակարգերը, ցանկացած այնց համակարգ, որը իրանից ենթադրում է, այսպես ասած, որ պետք է աշխատի domain-ի հիման վրա, այդ DNS record-ները դրա հետ են կապված։ Մանրակ, այստեղ իրականում մի քիչ ավելի շատ են DNS record։ Պետք չի սրանք անգիր հիշեք, զուտ sense ցույց եմ տալի։ Սա զուտ ցույց եմ տալի, որ ձեր աչքին այս բառերը սովոր լինեն, եւ այո, հա, domain-ը գնում ենք մի տարով, կոպիտ ասած վարձակալում ենք, ամեն տարի երկարաձգում ենք այդ վարձակալության ժամկետը։ Զուտ նրա համար, որ եթե չես օգտագործելու այդ domain-ը, ոնց որ ինչ որ մեկի մոտ չմնա, իսկ նա ում որ պետք էր, ոնց որ չզրկվի այդ domain-ը օգտագործելու հնարավորությունից։ Սրանք անգիր առանձնապես պետք չի հիշել, չեք էլ հիշելու երբևէ։ Զուտ ես ձեր աչքը սովոր լինի, որ օրինակ CNAME, MX record, A record, TXT եւ այլն sense record-ներ լսեք կամ տեսնեք, ես նաև ցույց կտամ։ Ձեր մոտ բան, sense error չառաջանա, էլի, այսինչա Word-ից եւ այլն եւ այլն։ Այս record-ներից յուրաքանչյուրը որոշակի նշանակություն ունի իհարկե, սրանք պատահական չեն։ Օրինակ, այս an որ կա, a գրառումները կամ record-ը, հայերեն գրառում, ինքը ապահովում է, որ սերվերները ոնց որ մեր կայքը, domain-ը ճանաչեն, թե ինքը ինչ IP-ների վրա է։ Տեսեք, երբ որ ես օրինակ կայք եմ սարքում, ես ձեր հենց հիմա նաև այդ հատվածը ցույց կտամ։ Երբ որ դուք ինչ որ builder-ով կամ custom code-ով, այսինքն կոդ գրելու միջոցով բան եք անում, կայք եք հավաքում, հիմա ես ձեզ այդ հատվածը ցույց տամ, սեք, share on, նայք։ Հիմա սա ձեր էկրանին ցույց եմ տալի tilde-ն, որը կայք հավաքելու գործիք է իրականում։ Նայեք, այս հատվածում մտել եմ domain բաժին ու ինքը այստեղ ծիշկեք է տալիս։ Ասում է DNS record-ները ճիշտ բան են արած, config արած են, ճիշտ կարգավորումները տրված են DNS record-ների։ Այս IP-ն որ կա, այս IP-ն,
Սա այս պլատֆորմի, այսպես ասած, իմ կայքի հասցեն է։ Այն ինչը որ այստեղ սարքել եմ, օրինակ սա մեր big project-ի կայքն է, եկեք sense ցույց տամ, նայեք, օրինակ այս տարբերակով ցույց տամ, սա տեսեք builder այստեղ content, settings եւ այլ, սա կայքը չի, սա այդ կայքը սարքելու գործիքն է։ Եթե ես սրան domain չկպցնեմ էլ, այսինքն big projects.am-ը մեր կայքի հասցենա մեր domain-ն է։ Եթե ես այդ domain-ը չկպցնեմ էլ սրան, ինքը գոյություն ունի, ինչ-որ անհասկանալի հասցեով գոյություն ունի, ինչ-որ անհասկանալի domain-ի տակ հղումով ինքը գոյություն ունի։ Բայց ինքը ինձ ինչ ասում է, որպեսզի քո domain-ը, երբ որ մարդիկ կայքում հավաքում են, այն հղումի տեղը հավաքում են, քո domain-ը ճիշտ աշխատի, այսինքն գա սրան ճանաչի, ասում է քո domain-ի record-ի IP-ում սա գրի այս IP-ն, որ երբ որ մարդիկ հավաքեն big projects.am, սերվերները հասկանան, որ այս ինֆորմացիան իմ մոտից քաշեն ցույց տան մարդկանց էկրանին քո domain-ի տակ, այսպես ասած։ Դրանից բացի տեսեք, այստեղ կա նաև SSL սերտիֆիկատը։ Ինքը ասում է բան արած է, սերտիֆիկատը կարգավորված է, սերվերը ապահով է։ Հետևաբար կայքը, երբ որ ինչ-որ մեկը բացի իր մոտ, այն error-ը, որը մենք տեսանք, այդ error-ը չի տեսնելու։ Դրանից բացի կան նաև իհարկե այլ բաներ, DNS record-ներ, DNS գրառումներ։ Դրանցից օրինակ այս MX-ը, այդ MX-ը կապված է օրինակ մեյլերի հետ։ Այսինքն ամեն գրառում ինչ-որ բանի հետ կապված աշխատում է, հա։ MX գրառումներ մեյլերի մասով է աշխատում։ Երբ որ մենք մեյլ ենք գրում, այդ մեյլը ուղղակի տենց մենք չենք գրում ինչ-որ մեկը ստանում է։ Երբ որ մենք մեյլ ենք գրում, մենք հանդիսանում ենք այդ մեյլի ուղարկողը։ Երբ որ մենք մեյլ ենք ուղարկում, այնտեղ գոյություն ունեն մեյլ սերվերներ։ Այդ սերվերները ստուգում են, արդյոք մենք արժանահավատ մեյլ ուղարկող ենք, թե չէ։ Այդ ստացողի մեյլ սերվերներ գոյություն ունի ու ուղարկողի մեյլ սերվեր։ Ուղարկողի մեյլ սերվերները ստուգում են, որ մենք հանկարծ phishing-ային հարձակում չանենք եւ այլն եւ այլն։ Ստացողի մեյլ սերվերներն էլ ստուգում են, թե այս ինչ սերվերից է գալիս ու որոշում են։ Դուք մեյլեր եք ստանում, որոնցից մի մասը ընկնում է inbox, մի մասը ընկնում է promotion, մի մասը ընկնում է spam, հաստատ լիքը մեյլեր ունեք, որ առհասարակ չեք էլ ստանում։ Այդ ոնց է անում, այդ հենց այդ սխեմայի բանով է լինում, այսինքն երբ որ սերվերները ճանաչում են, որ սա մարքեթինգային արշավ է, ընկնում է promotion-ի մեջ, երբ որ արժանահավատ է, լավ domain-ից է եւ այլն, գալիս ընկնում է inbox-ի մեջ, երբ որ կասկածում է, որ այստեղ կարա կեղծիք լինի, spam լինի, ինքը գցում է spam-ի մեջ։ Որպեսզի ձեր մոտ այդ խնդիրների մի մասը կարգավորվի, դուք կարգավորում եք ձեր բանում, համակարգերում այս MX-երը։ Ու տենց էլի կասենք CNAME-ը այլ բան է կարգավորում, հա, CNAME-ը էլի կախված է domain, ենթադոմեյն, այն subdomain, որ ասում է shop.ucom.am, այդ բանն է կարգավորում եւ այլն։ Այս ամեն ինչի հետ դուք կյանքում կամ ձեր աշխատանքային պրակտիկայում, եթե ինչ-որ միտեղ ընդունվեք գործի, դուք կարող եք ընդհանրապես մի անգամ գործ ունենալ, որովհետև սրանք մեկանգամյա գործողություն են, ոնց որ Facebook-ի page-ը սարքում եք, սկսում եք այդ page-ի հետ աշխատել ու ուզում եք admin դնեք, մեկ է հասկանում եք, որ ինչ-որ բան փոխվել է, առաջ sense չէր, հիմա sense է։ Նույնն էլ այս պարագայում, այստեղ ավելի քիչ են այդ փոփոխությունները, բայց լրիվ օքեյ է, որ դուք պահի տակ չհիշեք, թե սա ոնց է լինում, դուք այդ պահին պրոստը այդ ինֆորմացիան Google-ում էլ է հասանելի, ChatGPT-ն էլ է շատ լավ բացատրում եւ այլն։ Բան եք անում, Google-ում եք ու հասկանում եք, թե որի համար էր։ Ես օրինակ տենց նայած չի մնացածը, որ sense դուք էկրանին տենում եք, ես անգիր հիշում եմ։ Ես հիշում եմ այս A-ը, որովհետեւ վերջին 6 ամսվա ընթացքում մի 4 անգամ սրա հետ գործ եմ ունեցել։ Ու այս 4 հատ անել եմ հիշում, մեկ է MX-ն եմ հիշում։ Մնացածը տենց եթե պետք է լինում, կարդում եմ, վերհիշում եմ։ Հա, մի բան մոռացա ասեմ, որ այս որ կա, որը որ IP-ի հետ է կապված։ Հիշեք, ձեր կայքը ունի IP, այսինքն օրինակ big projects.am-ը, ucom.am-ը եւ այլն, դրանք իրականում IP-ներ են, բայց քանի որ մարդիկ չեն կարող այդ IP-ները հիշեն, IP-ն ինչ է իրենց ենթադրում։
Հավանաբար տեսած կլինեք համակարգիչների նաստրոյկաների մեջ կան, կայքերում կան եւ այլն։ Լինում է 192.168.0.64, հա, որոնման դաշտում գրում են։ Իրականում մեր դոմեյններն էլ այդ կապված են այդ թվերի հետ, բայց քանի որ մարդիկ չեն կարա հիշեն, որ օրինակ bigprojects.am-ը 192.168.0.64-ն է, ucom-ը 192.168.16.125-ն է, դրա համար ոնց որ օգտագործվում է domain, բայց տակից, այսպես ասած, background-ում սերվերները այս A record-ի գրառման միջոցով դրանք վերածում են թվերի, թվերի միջոցով այդ ինֆորմացիա փոխանցումը գնալ գալը իրականացում, բայց մենք չենք տեսնում այդ թվերի գնալ գալը։ Ու քանի որ ոնց նշեցի դոմեյնը եզակի է, աշխարհում կա մի հատ այդ դոմեյնից, մի հատ այդ հղումից, հետաբար իր A գրառումը, այսինքն այդ IP-ն եւս պետքա մի հատ լինի, չի կարա մի հատ լինի։ Հենց մի հատ ունեցաք ձեր դոմեյնի կարգավորումների մեջ այս A-ից, ուզեցիք ուրիշ տեղել անել, ինքը error է տալու, ու այս կանաչ բծիչկան, որ ցույց տվեցի իմ կայքում, այդ կանաչ բծիչկան չեք տենալու, error է տալու, ասել է ինչ որ խնդիր ունես, գնա կարգավորի։ Այս մասով։ Հիմա անցնենք դոմեյնների հետ կապված հաջորդ բանին, որը որ դուք սովորաբար պետքա հավանաբար ունենաք եւ օգտագործեք, մի րոպե, share անեմ հիմա ձեր հետ։ Դա բիզնես մեյլերն է։ Նայեք, ես ունենում եմ bigprojects.am դոմեյնը կամ օրինակ vahanchobanyan.am դոմեյնը եւ դրանց սովորաբար ունենում եմ նաեւ բիզնես մեյլեր, օրինակ դիմացից ավելանում է info@bigprojects.am, info@vahanchobanyan.am, info@harsanik.am եւ այլն եւ այլն։ Բիզնես դոմեյնները, բիզնես մեյլերը, կներեք, ինչի են կոչվում բիզնես, որովհետև դոմեյնի հետ են կապված։ Բիզնես մեյլերը ձեր հաճախորդների մոտ եւ սերվերների մոտ վստահելիություն են ավելացնում եւ պրոֆեսիոնալիզմ են ավելացնում։ Դուք շատ հանգիստ իհարկե կարաք ունենաք, հիմա ես որպես Big Projects ընկերություն կամ Վահան Չոբանյան կարող ունենամ vahanchobanyan@gmail.com, Big Projects կամ ասենք am առանց կետի @gmail.com հանգիստ կարամ ունենամ, բայց դա մի փոքր level-ով ցածր է, ոնց որ level-ով ցածր է mail.ru-ն, հա, Gmail-ը ավելի բարձր է իր բանով, դիրքով, քան Mail.ru-ն եւ վիզուալ տեսանկյունից, հա, մարդկանց կողմից, որ Mail.ru-ը մի քիչ բան են խուսափում են, ասեմ դες օրինակ եվրոպական, եթե գործընկեր ունենաք ու իրան ինքնասի mail ուղարկեք, իրան ուղարկեք Mail.ru, կարող է հաջորդ օրվանից ձեր հետ կապի դուրս չգա։ Եթե ուղարկեք gmail.com, մի քիչ կնվազի հավանականությունը, որ ձեր հետ կապի դուրս չի գա, բայց որ ուղարկեք, եթե գիտի, որ դուք բիզնես եք։ Իսկ եթե ուղարկում եք արդեն ձեր բանով, դոմեյնով, ինքը արդեն շատ ավելի հակված է, որ համագործակցությունը կշարունակվի։ Իրանք շատ ուշադիր են այդ ամեն ինչին։ Հիմա տեսեք, ես այստեղ Sendinblue նախքին ներկա Brevo համակարգում ցույց եմ տալիս, որ ես ունեմ այս մեյլը, որի համար նախ եկեք նայեք, որ DNS record-ները կարգավորված են, այսինքն ինչ է նշանակում DNS record-ները կարգավորված են, այսինքն DNS գրառումների միջոցով այս մեյլինգի պլատֆորմա իմ դոմեյնը ճանաչում է։ Հակառակ պարագայում ես չեմ կարա որոշեմ ուղղակի ու այս դոմեյնից ինչ որ մեյլ ուղարկեմ մարդկանց, որպեսզի ես դա կարողանամ անեմ, այս DNS record-ները պետք է կարգավորված լինի։ Brevon ինձ տալիս է կոդ, տեսեք type-ը, նախորդ էկրանին որ ցույց էի տալիս cname, mx, a, txt, ինքը տալիս է type-ը, txt, ու տալիս է դրա կոդը, ասում է այս կոդը վերցրա, տար քո դոմեյնի բաների մեջ, նաստրոյկաների մեջ ավելացրա։ Տանում եք, ավելացնում եք։ Ու տենց մի քանի հատ ինքը տեսեք տարբերակներ է տալիս, ասում է դրանք տար սաղ ավելացրա։ Ի տարբերություն A տիպի DNS գրառման, որ ասացի եզակի է մի հատ, որտեղ IP-ը հասցե է մատնանշում, դուք սրանից մի քանի հատ կարաք ունենաք, որովհետև մի հատ կարա այս Brevo-ին կպած լինի, միաժամանակ կարա ուրիշ էլի mailing պլատֆորմայի կպած լինի, մի հատ կարա CRM-ի կպած լինի, հետևաբար այստեղ խնդիր չի առաջանում, որովհետև
Դուք կարող բազմակի օգտագործեք տարբեր տեղեր, մի 50 տեղ կարող գցեք, ոչ մի խնդիր չի առաջանում ինքը։ Մեյլերի մեջ մի հատ էլ հատված կա, դրանք այս the key ու the mark record-ներն են։ Հիշում եք, որ ասացի, երբ որ դուք մեյլ եք ուղարկում ու մեյլ եք ստանում, այնտեղ ստուգումներ ա գնում սերվերների կողմից, դրանք այս the mark-ի ու the key-ների միջոցով ալն։ Էլի ես զուտ անունը ասում եմ ձեզ, որ ձեր մոտ անծանոթ չլինի, երբ որ հանկարծ ինչ-որ միտեղ լսեք, կամ երբ որ ուզենաք կարգավորեք, իմանաք, որ the key-ը եւ the mark-ը պետք է կարգավորել։ Իրանք ապահովում են, որ սերվերները ճանաչեն ձեր մեյլը։ Որ ասեցի, դուք մեյլ եք ուզում ուղարկեք, այդ գնում է սերվերին, սերվերը ստուգում է իրականացնում, եթե ամեն ինչ ճիշտ է, ուղարկում է ստացողի սերվերին, եթե ամեն ինչ ճիշտ է, ինքն էլ ուղարկում է արդեն ստացողին։ Այդ ամեն ինչը միլիվայրկյանների արդյունքում է տեղի ունենում։ Բայց եթե դուք սա կարգավորած չեղաք, մի 99% ձեր մեյլը կյանքում տեղ չի հասնելու, բացառվում է։ Որտեղ սրանք ապահովում են մեյլերի անվտանգությունը, այսինքն ստացողի անվտանգությունը հիմնականում, որպեսզի ֆիշինգային հարձակումներ չլինի, սպամ չլինի եւ այլն եւ այլն։ Սա անվտանգության համար կարգավորվող ռեքորդներ են, գրառումներ են, որոնք դուք պարտադիր պետք է անեք։ The mark-ը եւ the key-ը վերաբերում են կոնկրետ մեյլին, այսինքն ուրիշ CRM համակարգում the key եւ the mark չկա, կա մենակ մեյլերում։ Այս որպեսզի կարգավորման մասով հիշեք։ Ու երբ որ ես ուզում եմ արդեն այստեղից ինչ որ բան ուղարկեմ, հա, ես արդեն այստեղից հանգիստ կարամ ընտրեմ, թե որ մեյլով big projects-ի տակ, domain-ի տակ ինչքան մեյլի տեսակ ես ունենամ, ես կարամ այստեղ ունենամ info@bigprojects.am, rent @bigprojects.am, չգիտեմ, sales @bigproject, ես 1000 ու մի բան կարամ ունենամ։ Ասենք մարքեթինգը առանձին է ունենում իր մեյլը, վաճառքը առանձին է ունենում, սպասարկում առանձին է ունենում, սաղ կարան առանձին ունեն, կարակ 100 հատ տենց տեսակավորում ունենեք, բայց դուք մի անգամ եք կարգավորում անում, դուք դոմեյնը կարգավորում եք, դրա տակ ինչքան մեյլ ուզենաք, արդեն կարող եք օգտագործել, ոչ մի խնդիր չունեք։ Սովորաբար այդ բիզնես մեյլերի համար դուք վճարում եք, մի մեյլը անվճար է ինքը տալիս, հիմնականում, որտեղից որ առնում եք դոմեյնը, ինքը մի հատ մեյլ ձեզ անվճար տալիս է։ Մնացած պարագայում, երբ որ ուզում եք արդեն ավելացնեք, ինքը հավելյալ վճար է ուզում, ու այդ բիզնես մեյլը հիմնականում դուք կարողանում եք գնել այնտեղից, որտեղից ձեր դոմեյնը առել եք, այսինքն name-ից առել եք, այդտեղից է կարողանում եք ձեր բիզնես մեյլը բացել, ու ինքը լրիվ վիզուալ նույն բանն անում։ Հիմա մի վարքյան դա էլ ցույց տամ։ Ասեք դա էլ share անեմ այդ արագ ձեր հետ, որ վիզուալ բան չլինի, էլի տարօրինակ չլինի կամ ինչ-որ հավելյալ սպասումներ չունեք, ինքը լրիվ նույն բանն է։ Այ այստեղ բանն է, ես բացեցի այդ իմ հարսանիք.am email-ը։ Gmail-ի ինքը բանն է, որտեղ ես Google Workspace-ից եմ առել, hosting-ից եմ առել։ Ինքը Gmail-ը լրիվ իր full կառուցվածքով ամեն ինչ, բայց իր տակ իրականում բան է, info@հարսանիք.am-ը։ Դեռ ոչ մի ուրիշ բան չկա։ Ընդ որում հնարավորություն կա, որ ուրիշ տեղից առնեք, ասենք ես այս info@հարսանիք.am-ը կարայի ուրիշ, եթե GoDaddy-ում առած լինեի, այդ բիզնես դոմեյնս ու բիզնես մեյլս ընդեղ բացած լինեի, ես իրան կարամ բերեմ Google-ում էլի ինտեգրեմ, էլի այդ ռեքորդների միջոցով, բերում կցում եմ ինքը էլի Gmail-ս բացում եմ, սենց է ալնում։ Ցույց է տալիս, որ ես ուղարկում եմ իմ բիզնես մեյլ։ Այսինքն հիմա ես որ մեկին ինչ-որ բան ուղարկեմ, ուղարկելու եմ բիզնես մեյլից։ Ու առանձնապես տենց ոչ մի բան չկա։ Հա, քանի որ ես այդտեղ share անելուց ես էի սխալ ուրեմն արել, նայեք, խոսում էի հենց սրա մասին, ասենք shop.ucom.am, որ կարա subdomain ունենա եւ այլն։ Երբ որ դուք լինքերը հավաքում եք, կարիք չկա դիմացից այս https / ընդհանրապես պետք չի դա հավաքեք։ Դուք ինչ էլ որ հավաքեք, եթե այդ կայքը գոյություն ունի, բանը, ինքը դիմացից մեկը ավելացնում է, էլի այդ մասը ընդհանրապես www եւս կարակ չավելացնեք, դա
Ու իհարկե եթե դիմացի դերձ միանք նայեք, հիմա գրում եմ Ամերիա բանկ, նայեք ինքը հղում չի, ինքը Google search-ը հանում։ Եթե ես գիտեմ, որ Ամերիա բանկ հենց ուզում եմ միանգամից կայք մտնեմ, հա, կարամ դիմացի www.ameriabank.am, չէ, ինքը բացում է արդեն։ Միանգամից կբացի կայքը եւ ոչ թե Google-ում որոնում կիրականացնի։ Ահա, այս է մասով։ Սա փակենք, անցնենք մեր շարունակությանը, դասի։ Հաջորդ բանը, որ ձեր մոտ գալիս է, դոմեյնը ունեցաք, շատ լավ է, բայց դա չի նշանակում, որ կայք ունեք։ Կայք ունենալու հաջորդ փուլը դա այդ կայքը հավաքելը պետք է լինի։ Կայքը հավաքելու համար ձեզանից առաջին բանը, որ այսպես է պահանջվելու է, նախ պետք է հասկանաք ձեր կայքի ստրուկտուրան։ Ոնց որ ամենադեմից խոսում ենք, ասենք, ինչ բիզնես պլան պետք է ունենաք, բիզնեսի տեսանկյունից, հետո էլ մարքեթինգային ռազմավարություն կառուցեք դրա հիման վրա։ Այս բaragայում է որպես կապ չունի դուք եք հավաքելու կայքը, թե պատվիրելու եք, դուք պետք է ունենաք ձեր բանը, վեբսայթի ստրուկտուրան, հա։ Այստեղ ես sense վիզուալ այս տարբերակն է դրված, սա մի քիչ ավելի հստակ ու կոնկրետ օրինակի վրա ձեզ ցույց կտամ։ Դուք ամենավերևում ունենում եք մի հատ edge, որը ձեր գլխավոր edge-ն է։ Ու այդ գլխավոր edge-ը հասանելի է լինում հիմնականում այն լեզվով, որ լեզվի համար, որ ձեր կայքը վասնավնում, հա, նախատեսված է, այսինքն, եթե դուք հայալեզու լսարանի համար եք, ինքը լինում է ձեր բանը, այնպես վիզիտկա առաջին edge-ը, ու ինքը լինում է հայալեզու։ Ու սովորաբար այդ home page-ի հղումը լինում է հենց կոնկրետ ձեր դոմեյնը, այսինքն օրինակ bigprojects.am, հա, եկեք հիմա ցենց օրինակի վրա ցույց տամ, հենց եկեք ցենց ցույց տամ, հա։ Նայեք, հիմա ես գրում եմ bigprojects.am, ուրիշ ոչ մի բան չկա, բացում եմ մի հատ կայք, որը մեր հիմնական edge-ն է, որտեղ տեղադրված է մեր հիմնական ինֆորմացիան, ու հայերեն է տեղադրված, որտեղ ինքը հայալեզու կոնտենտ է ենթադրում, եւ հայալեզու լսարանի համարը։ Հետո կարող արդեն դու բաժանեք կատեգորիաների, հա, այսինքն կարող լինեն սրանք էլ երկրորդային edge-երը, որոնք որ բան են, երկրորդ մակարդակի վրա են դրվում home page-ից հետո։ Ենթադրենք դա կարող լինի կարիերա բաժինը, չգիտեմ, կարող լինի ցանկացած այլ բաժին, օրինակ կարիերա բաժինը, որովհետև մարդը պետք է հիմնական edge-ից մտնի այս edge։ Դրանից հետո արդեն գալիս է sub-կատեգորիան։ Մի հատ է դա ճյուղավորում։ Օրինակ, հենց կարիերա բաժնում ցույց տամ, որ ես բաց հաստիքներն եմ, ու եթե սրա վրա կլիկ անեմ, մի հատ էլ կբացվի, այսինքն մի հատ էլ իջա sub-կատեգորիայի sub-կատեգորիայի իջա։ Այս ճյուղավորումը ինչքան ուզեք անդադար կարող շարունակվի, вообще կարևոր չի։ Կարևորը դուք ստրուկտուրան պատկերացնեք, թե ինչ եք ուզում ստանալ։ Որովհետև եթե CMS-ով եք հավաքում ու դուք եք հավաքում օրինակ, պետք է իմանաք ինչ եք հավաքում։ Չի կարելի, ոչ թե չի կարելի, այլ ձեր համար շատ դժվար է լինելու, իմ փորձից եմ ասում, երբ որ ես առաջ անգամ անում էի, եւ հետո հասկացա, որ սենց կարող լինի։ Երբ որ դուք հավաքում եք մի բան, հետո ասում եք փոփոխություն կանեմ, պատկերացրեք 20 էջանոց կամ 10 էջանոց կայք եք հավաքում։ Դրանց մեջ կարան լինեն փոփոխություններ, որ ստիպված պետք է այդ 10 էջի վրա էլ անեք, հա։ Ու երբ որ արդեն կայքը պատրաստ է, որ պետք է 10 էջի վրա էլ անեք, ոնց որ ու պրիտոմ եթե այնակ կայքը եռալեզու է, 30 հատ պետք է անեք այդ նույնից, որը հոգնածնող է, ձանձրացնող է ու բավականին էներգատար է։ Երբ որ դուք հիմնական կմախքը կազմում եք, ստրուկտուրան ունեք ու սկսում եք կայքը հավաքել, ձեր համար շատ ավելի հեշտ է։ Հա, ընթացքում նոր գաղափարներ են գալու, ուզենալու եք փոփոխություն անեք, ուզենալու եք նոր բան ավելացնեք, թարմացնեք եւ այլն։ Այդ շատ ավելի հեշտ է անելու ու շատ ավելի մեծ հաճույքով եք անելու, քան այն պարագայում, որ արդեն սենց սա հավաքել եք, մեկ ուզում եք ստրուկտուրայի մեջ փոփոխություն անեք։ Երբ որ ստրուկտուրայի մեջ եք ուզում փոփոխություն անեք, այդ շատ ավելի լուրջ է, քան պրոստը մի հատ ինչ-որ տեքստ կամ վիզուալ փոխելը։ Դուք ընդ հղումները, որ edge-ը որի հետ կապված լինի եւ այլն, պետք է փոփոխեք։ Հիմա եկեք մի հատ այս օրինակով նայենք։ Պատկերացրեք, սա իմ հիմնական edge-ն է, չէ՞։ Նայեք հիմա քանի հատ հղում կա մենակ այս երևացող հատվածում։ Սա հղում է, լոգոն է, որ ուր եք գնալ սեղմեք, բացում է գլխավոր edge-ը։ Սա հղում է, սրանք սա հղում են, այսինքն
լեզուների հակմանություններն են, որոնք հղում են։ Սա հղում է, արդյունքում քանի է տղա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 10 մենակ այս հատվածում։ Իշտում ես հղումներ են 12, իշտում ես հղումներ են 15, իշտում ես այս ներքևը, այս սաղ բոլորը հղումներ են։ Այսինքն 20-ից ավել հղում կա այստեղ մոտավորապես, մենակ այս մի էջի վրա։ Հիմա եթե ես այս էջի այս ստրուկտուրան մտածած չլինեմ, ոնց պետք է անեմ, ասեմ լավ հավաքեմ հետո կփոխեմ։ Դա ամեն էջ իր հղումն է ունեմ, սարքեցի հղում ես դնում։ Ես հետո պետք է մտածեմ, օքեյ, սարքեցի, բայց ինչ որ մի բան սխալ եմ արել կամ դուրս չի գալի կամ նոր սարքելուց հետո որոշում եմ, բա ինչ անեմ։ Սկսեմ մի հատ այս 20 քանի հատ հղումների մեջ sense կողմնորոշվել է, ոնց դեմ են ուր տանեմ, ուր ադնում ես, ինչի հետ ոնց պետք է կապում, բացրա թարգմանությունը, բացրա ռուսերենը sense է եւ այլն։ Արդյունքում սկսում է մի հատ կատաստրոֆա ու ես ագի մեջ ժամանակ ու էներգիա պետք է ծախսեմ, որ այդ ամեն ինչը կարգավորեմ։ Այս բանի մեջ ստրուկտուրայի մեջ շատ ավելի հեշտ է լինում։ Ու մի հատ այս մասով խորհուրդ, երբ որ ստրուկտուրան sense օրինակ ձեր թեկուզ մտքում պատկերացնում եք, շատ ավելի լավ կլինի թղթի վրա գրած ունենաք կամ թվային որևէ տարբերակով գրած ունենաք։ Շատ կարևոր է որ այստեղ նաև իմանաք ինչ հղումներ են ունենալու յուրաքանչյուրը։ Սովորաբար գոյություն ունեն sense ստանդարտներ, հա, որ բոլորը օրինակ դրանից օգտվում են, հիմա օրինակ ցույց տամ։ Մնայեք, մտնում եմ մեր կայք, մեր դոմեյնն է, որովհետև ոնց նշեցինք, հիմնական կայքն է, հիմնական մեր վիզիտկեն է ու լրիվ արտացոլում է ամեն ինչով։ Գնում եմ մեր մասին։ Միջազգայինորեն սովորաբար ընդունված է, որ ստեղ ելնում է about, այսինքն մի հատ բառ, որ բաժանում է մնացած էջերից իրան, երբ որ գնում եմ ասենք հաճախ տվող հարցեր, ստեղ ավելանում է slash-ից հետո FAQ-a, FAQ բներեք, կարիերա եւ այլն, հանգիստ կարեք փոխեք, ասենք ընկերություններ կան, որ ստեղ գրում են culture, չգիտեմ, ընկերություններ կան, կարան ինչ ուզեն կան մեր մասին հենց կամ կարիերա հայ բանը լատինադար հայերեն բառ գրեն, ինչ ուզեք կարաք գրեք։ Ուղղակի ստանդարտացված միջազգային բաներ կան, որ կարաք հետևեք, որ ձեր համար հեշտ կլինի։ Հիմա ինձ որ բանը հարցնեք, այս հղումներից որը հարցնեք, ես անգիր գիտեմ, որովհետև ես ստանդարտացված գնացել եմ։ Հիմա նայեցեք, կարիերա է, չէ՞։ Եթե ես սեղմում եմ անգլերեն, ընդհանրապես այս կարիերայից առաջ ավելանալու է English, N-ը ավելանալու է, ասենց նայեք, всё։ Որովհետև ես այս ստրուկտուրան մշակելուց որոշել եմ, որ եթե սա կարիերան է, սրա անգլերենը էլի կարիերա դինի, career դինի բանը, լինկը։ Ուղղակի դիմացից, ոնց որ միջազգայինորեն է ստանդարտացված ընդունված է, EN եմ ավելացնում, որը նշանակում է անգլերեն, լեզուն է, որովհետև փոխվում, որովհետև ուրիշ ոչ մի բան չի փոխվում, մենակ լեզուն է փոխվում։ Եթե սեղմեմ ռու, ստեղ այս in-ը փոխվեց ռուի պրոստը։ Եթե ես ուզենամ, կարամ պրոստը 0-ով type անեմ in ու բացեմ, որտեղ կոճակի սեղմեմ։ Նույնն է ստեղծեմ յուրաքանչյուր հղումը։ Ես հիմա սա գիտեմ հղումը ինչ է։ Սրա հղումը bigprojects.am, այս սրանը /tun-expo գծիկ Երևանը։ Ու դա ինձ հեշտ է նաև հիշել, բոլորը ոնց որ ինքը English բացեց, որտեղ նախորդ էջը անգլերենով էր։ Եթե ես դնեմ հայերեն, ինքը իմացած հղումն է բացելու։ Այդ շատ կարևոր է, sense-ն է։ Ինքը կարա ընթացքում փոխվի, ոչ մի խնդիր այդ մասով, բայց ցանկալի է, որ sense ինչ-որ ստանդարտացված էլի ունենալ, որպեսզի նաև ձեր համար հասկանալի լինի, բացի այդ ռուսերեն, անգլերեն ու հայերենի մեջ ցանկալի է, որ այս լինքի այս հիմնական հատվածը պահվի, որպեսզի որոնողական համակարգերը, երբ որ Google-ը եւ այլն, Bing-ը, Yandex-ը ձեր կայքում մտնում ստուգումներ են իրականացնում, իրենք հասկանան, որ այս մեկը պրոստը նույն կոնտենտն է կոպիացած, պրոստը տարբեր լեզուներով, իրանք այդ լինքերը հասկանում են։ Որպեսզի ձեր կյանքը հետագայում շատ ավելի հեշտ լինի, վեբսայթ հավաքելու տեսանկյունից եւ նաեւ այս ինդեքսավորելուց, քան այն բարակայում ինչ-որ խուճուճ բաներ հավաքած կլինեք, այդ բարակայում կատաստրոֆայի մեջ է հայտնվում ձեր բանը, աշխատանքը։ Լայքը իր ստրուկտուրայով տարբեր բաժիններից է կազմված լինում, հիմնականում բոլոր կայքերը ունեն այս header-ը, գլխամասային հատվածը, որտեղ ոնց մեկ այս sense ինչ-որ կոճակներ են, որոնք տանում են դեպի բաժիններ, պարունակում են լեզվի կոճակը, հիմնականում բլոգը։ Այստեղ կան լրիվ այլ մենյու լինի, լրիվ
խիստ ստանդարտացված sense է։ Խիստ ցանկալի է, որ քո կայքը ունենա այս header-ը, հակառակ դեպքում բանալում է։ Որոնական համակարգերն են այդ ստրուկտուրային հետևում էլի։ Այս հատվածը եկեք անվանենք body, հա, մինչև այս հատվածը կապույտը։ Կարակ body ասեք, կարակ main content ասեք, հա, հիմնական content ասեք, ինչ որ կասեք, ինքը դրանից է կազմված եւ կազմված է footer-ից, այսինքն այս ներքևի հատվածը կոչվում է footer, որտեղ տեղադրված է ձեր սոցիալական ցանցերի հղումներ, այս գրառումը, որը խոսում է այն մասին, որ ձեր տվյալները պաշտպանված են, ձեզ են պատկանում գաղտնիության քաղաքականություն, ձեր հասցեն, հեռախոսահամարը, մեյլը եւ կարևոր հղումներ, կարակ սա այս հղումները այստեղ տեղավորել։ Սա կարակ ոնց ուզեք կարակ դնեք, լրիվ դուք եք որոշում, կարակ այս header-ի նման, այս վերևինի նման, կարակ մի հատ, գիտեմ, բարակ բան լինի, որտեղ գրված կլինի սա, գիտեմ, այս պաշտպանված է, լոգոն կլինի, սոցիալական ցանցեր ու կոնտակտային տվյալներ։ Այդ լրիվ ազատ եք։ Կարա չլինի ընդհանրապես, բայց խիստ ցանկալի է որ լինի։ Ընդ որում edge-ից edge կարա է ձեր footer-ը տարբերվի, կարա միտեղ ուրիշ բան լինի, միտեղ կարա ուրիշ լինի։ Հիմա եթե ասենք, ընդ որում այդ footer-ի տարբեր տեսակներ կան, եկեք Facebook-ը ենթադրենք նայենք, նայեք, հիմա որ ես scroll անեմ, անդադար ինքը scroll անելու Facebook-ը, ու երբեք ես չեմ հասնելու բանի։ Նայեք, բայց այս հատվածը կանգ առավ, տեսեք, սա է footer, ինքը fix footer-ի տեսակ է, footer-ի լիքը տարբերակներ կա, mix տեսակ կա եւ այլն եւ այլն։ Այս հատվածը content-ը անդադար բան ալում, scroll ալում, իսկ այս հատվածը արդեն բան է, fix է, որ սա footer-ը։ Սա sidebar-ը, տեսեք, սա էլ է fix-ված, այսինքն content-ը ֆռում է, բայց այս ձախ հատվածը, որը sidebar-ը, ինքը բան է, fix-վել է։ Դա էլի կախված նրանից, թե դուք ինչ կայք եք ուզում հավաքեք, ինչ content եք ուզում տեղադրեք, դուք եք որոշում այդ sidebar-ը լինի, թե չլինի։ Այդ մասով լրիվ ոնց որ ազատ եք։ Հաջորդ հարցը, որ այսօրվա մեջ ուզում եմ քննարկեմ, հաջորդ դասին հնարավոր է սրանց էլի անդրադառնանք, մի հատ ձեր արձագանքներից եք հասկանանք։ Հաջորդը, որ ուզում եմ անդրադառնալ, դա կայքը սարքելու, այսպես ասած, բանն է, համակարգերն է։ Դուք ունեք հիմնականում երկու տեսակ։ Մի տեսակը դա SCMS, այսինքն Content Management System-ներից օգտվելու հնարավորությունը, այս մի քանի հատն է, դրա թիմը, բայց շատ են իրանք։ Եվ ունեք կոդով գրելու հնարավորությունը։ Բոլոր ծրագրավորողները իհարկե պայքարում են նրա համար, որ մարդկանց համոզեն, որ կոդով գրելը ամենաճիշտն է։ Մարդիկ էլ ովքեր փորձ ունեն այս CMS համակարգերով աշխատել ու պայքարում են, որ ոչ մի խնդիր չկա CMS-ով։ Իրականում ընտրությունը ձերն է, ես մի երկու առավելություն ու մի երկու թերություն նշեմ, թե ինչը կարա ձեզ կողմնորոշվի ընտրություն կատարելու տեսանկյունից։ Այս հայտնի CMS-ներից են Joomla, WordPress-ը, այնտեղ կա Shopify, Spotify, Tilda, Wix, HubSpot եւ այլն շատ կան։ Իրանց հիմնական առավելությունը այն է, որ իրանք մատչելի են, այսինքն ֆինանսապես այդքան էլ ծախսատար չեն, նաեւ ժամանակի տեսանկյունից իրանք բավականին մատչելի են։ Իրանցով հավաքելու համար, օրինակ ես այս հավաքելու համար ամենաշատ ժամանակը ծախսել եմ այդ ստրուկտուրայի վրա, որը ոնց լինի եւ այլն, հա, նայեք, քանի edge-ը 1, 2, 3, 4, 5, 6 edge, հիմնական edge-ը 7, 8, 9, 10, 11, գաղտնիության քաղաքականություն 12 edge բազմապատկած 3-ով նույնը 36 edge, այս 36 edge-ի համար մոտարապես մի 15 օր ժամանակ եմ ծախսել, մի 20 օր, լավ, 20 օր ժամանակ եմ ծախսել ընդհանուր, որպեսզի կարողանամ հասնեմ այն արդյունքին, ինչը որ ունեմ, այդ զուտ կայքը հավաքելու տեսանկյունից։ Կոդի տեսանկյունից դրան չեք հասնի 20 օրում հաստատ, ոչ մի կոդ գրող ձեր համար 20 օրում ոչ մի կայք չի հավաքելու։ Սա առավելությունից մեկը այդ ժամանակի ու ֆինանսների խնայողությունն է, ֆինանսի տեսանկյունից էլ ես տարեկան, չգիտեմ, այնտեղ մի քանի $100 եմ ընդհանրապես ծախսելու, կամ գուցե մինչև $100 անգիր չեմ հիշում այս պահին, ու ունենալու եմ կայք, որը իմ կարիքները այս պայդրությամբ բան են անում, բավարարում են։
CMS-ները մի հատ մյուս բան են, որ ներուժ եք խնայում, այսինքն ֆիզիկական ռեսուրս եք խնայում, որտեղ իրանք որոշակի ձեզ template-ներ են տալիս, եթե հիմա ես օրինակ տամ sense ինչ-որ մի բան, ու տամ create text-ը մտնեմ, մտածեմ create new page-ը ուզում հավաքեմ, այնք ինչ-որ template-ների օրինակներ է տալիս, որը որոշակի առումով UI UX արած է, այսպես ասած, դու ազատ ես ընտրելու, որը կուզես, իհարկե անսահմանափակ տարբերակներ ներառված չեն ստեղ, բայց հիմա ես մի հատ կլիկ եմ անում, նայում եմ իր բանին, ընդհանուր ինչ առաջարկում, օրինակ այս level-ի մեջ, գուցե այս ամեն ինչը լրիվ համապատասխանում է ինձ, ես ընդհանրապես գույներն եմ փոխում, այս settings-ների գույները փոխում եմ, իմ content-ը տեղադրում եմ, всё, անցնում եմ առաջ, ինձ պետք չէր որ ինչ-որ մեկը UI UX աներ։ Իհարկե ամեն բիզնես կարա իր յուրահատկություն ունենա ու կարիք ունենա առանձնահատուկ UI-ի ու UX-ի, այդ ոչ մի խոսք, ես հիմա խոսում եմ իր հեշտացրածի մասին եւ այն որ դա կարա մեզ բավարարի ու մենք առանձնահատուկ կարիք չունենանք UI UX անելու եւ ոնց ինքը այդ առավելությունը մեզ տալիս է եւ ինքը այստեղ նաեւ ունի հնարավորություն եթե չկա սրա մեջ այստեղ չկա այդ իմ ուզած բանը այստեղ լիքը բլոկներ ունի որ չգիտեմ ես կարող եմ ընտրեմ գալերիայի այս տարբերակը դրա չափերը փոխեմ ես կարող եմ ընտրեմ այստեղ չգիտեմ social media-ի լինքերի տարբերակները եւ այլն, իսկ հազար մի բան կարամ այստեղ ընտրեմ, իր առավելություններից մեկը դա է։ Իր թերություններից այնն է, որ մեր միտքը սահմանափակ է այնքանով, որքանով որ ինքը մեզ հնարավորություն է տալիս։ Այսինքն, եթե ես հիմա ուզենամ, որ այս հատվածում ենթադրենք ինչ-որ մեկը այսպես մտնի, այսպես որ շարժի, ես բարերը թռվրան եւ այլն, ես չեմ կարող դա անեմ։ Ինքը եթե վիզուալ շատ սիրուն է, այսինքն շարժեմ, այս թվերը շարժվեն եւ այլն։ Չունեմ այդ հնարավորությունը, որովհետև այդ համակարգը չի տալիս այդ CMS համակարգը, ասում է չունեմ այդ հնարավորությունը։ Դրա փոխարեն, չգիտեմ, կարամ առաջարկեմ, որ երբ որ այսպես scroll ես անում, ենթադրենք, եթե չեմ անում, օրինակ տեսեք, այս թվերը մեծանում են։ Ասում է այդ կարամ առաջարկեմ, ուրիշ բան չեմ կարող առաջարկեմ։ Ինքը մի քիչ այդ կրեատիվը սահմանափակում է։ Կոդի դեպքում ինչ խելքներից փչի, կարաք ասեք, կոդ գրողը ճիշտ է դրա համար ժամանակ ու ռեսուրս պետք կլինի նաև ֆինանսական, իսկ ինքը ձեր համար կստեղծի այդ բանը։ Այդ կոդը կգրի ու կտա։ Կոդի առավելություններից մեկը արդեն նշեցի։ Ինչ ուզում եք, դա ստանում եք, հա, կոպիտ ասած։ Ինքը շատ ավելի ճկուն է, շատ ավելի շատ հնարավորություն է ձեր առաջ բացում։ Եվ ապահովության տեսանկյունից որոշակի կարող ավելի ապահով լինի, իրականում ես այդքան չեմ կիսում այդ տեսակետը, որ կոդով գրածը ավելի ապահով է, շատ կախված է նրանից, թե ինչ սերվերներ կընտրես։ Հիշում եք, որ ասացի, որ մեր կայքը ինչ-որ սերվերի վրա գոյություն ունի, տենց պրոստը տակ, տենց օդի մեջ չի ինքը սերվեր ունի, այդ սերվերը պատկերացրեք ձեր հեռախոսը ունի հիշողություն, այդ սերվերը հենց այդ հիշողությունն է, սերվերը ասվածն է, այդ հիշողությունն է, որը դուք օրինակ ինչ-որ տեղից առնում եք, օրինակ Google-ից կարաք առնեք, կան սերվեր մատակարարներ, հա, Եվրոպայում կան, չգիտեմ, տարբեր հատ Գերմանիայում կա, Ֆրանկֆուրտում կա եւ այլն եւ այլն։ Դուք կարաք տենց on-line մտնեք, ինչ-որ սերվեր առնեք, որը ձեզ on-line հասանելի է, բայց ինքը իրականում ինչ-որ միտեղ, ենթադրենք Գերմանիայի ինչ-որ մի հատ քաղաքում, մի հատ sense մեծ անգարի մեջ, sense կոմպյուտերներ է դրած, ու ձեր ինֆորմացիան այդ կոմպյուտերների մեջ պահվում է։ Ու վերահսկվում է իրանց կողմից, որ հանկարծ հարձակումներ չլինեն, ձեր ինֆորմացիան չգողանան։ Նույնն այս կոդով գրելու դեպքում, երբ որ կոդով գրում ես, ինքը վերջում ինչ-որ հոսթինգի հետ կապվում է, այսինքն հոսթինգը դա այն է, որ ձեր ինֆորմացիան ինչ-որ միտեղ, այսպես ասած, նստած է, սերվերի վրա նստած է։ Երբ որ առնում ես ապահով, ինքը ապահով է, երբ որ առնում ես ոչ այնքան ապահով, ոչ այնքան վստահելի, ինքը առանձնապես վստահելի չէ։ Իսկ վստահելիությունը ինչ է նշանակում, որ կարան ձեր կայքը կոտրեն տվյալները գողանան, թե չեն կարա։ Կամ կարող է տվյալները չգողանան, պրոստը ձեր կայքը կոտրեն, դարձնեն անհասանելի։ Ենթադրենք դուք ունեք շատ լավ կայք, ձեր մրցակիցը ուզում է ձեզ վատություն անի, կարա պրոստը ձեր կայքը կոտրի հակերային հարձակման տարբերակով, եթե լավ պաշտպանված չի։ Ու պրոստը ձեր կայքը դարձնի անհասանելի, մինչև դուք հասկանաք ոնց կարելի է հետ վերել իրան դարձնել անհասանելի։ Ոնց կարելի է դարձնել հասանելի։ Իսկ բաների դեպքում մի փոքր իրանք ավելի ընդհանրացված սերվերներ են օգտագործում, դե բնականաբար ասա բոլորին հասանելի
ծրագրեր են, իրանք ընդհանուր սերվերներ են օգտագործում, մի քիչ տեղ իրանք անվտանգությունը միանշանակ չի, որ անապահով են, որտեղ ընդհակառակը իրանք պարբերաբար աշխատանք են իրականացնում իրանց անվտանգությունը բարձրացնելու տեսանկյունից, այլ է հարցը, որ երբ որ իրանք այդ աշխատանքները տանում են որոտևում ասենք 3-ից 6 ամիս կամ մի տարի, գուցե այդ ընթացքում ինչ որ մարդիկ, սև ծրագրավորողներ, իրանք այդտենց են կոչվում, այդ հակերների մեջ կան սևեր եւ սպիտակներ։ Ինչ որ սև հակերներ կարող է հասցնեն այդ իրանց տակ եղած կոդը բացել, որտեղ սրանք կոդով աշխատող համակարգեր են, կարողանան այդ կոդը ջարդել ու ինչ որ բան դրանից գողանալ։ Այդ հնարավորությունը զուտ կա։ Բայց էլի եմ ասում, նայած ձեր նպատակին, եթե ձեզ մի հատ landing page է պետք, ձեզ կոդ ուղղակի պետք չէ, որտեղ կոդի համար ֆինանսներ է պետք ու ժամանակ է պետք։ Ծրագրավորողին իրականում շատ կար ասենք մի 6 ամիսից մինչև 9 ամիս, օրինակ տևի, եթե մի հատ տենց մի քիչ լուրջ կայք ուզենան հավաքեն, որովհետև մի ամիս օրինակ դրա վրա մի կամ կարող է 1.5 ամիս աշխատի UI UX դիզայները, հետո այդ իր դիզայնը փոխանցում է, նախ դուք ձեր գաղափարն եք փոխանցում, այն ստրուկտուրան, որ ասում եք, ստրուկտուրան փոխանցում եք, թե ինչ ստրուկտուրա եք ուզում, ինքը հաշվում է stage-երի, եմ ասում, նաև ստրուկտուրան պարզ պետք է լինի, որ դուք նաև մանեք ինչ եք ծախսել, որովհետև կայքերը հավաքում են հիմնականում ըստ edge-երի քանակի, edge-ը արժի այսքան, ու այդ edge-ում առկա ֆունկցիոնալների։ UI UX-ը արվում է փոխանցում է այդ մարդուն, ծրագրավորողին, ինքը սկսում է իր հաշվարկներն անել, սկսում է իր աշխատանքները տանել, համագործակցել էլի զուգահեռ դիզայների հետ, որովհետև կարող է ընթացքում ասի դիզայներ ջան, շատ սիրուն բան ես մտածել, բայց կարող է դա ուրիշ ձև փոխարինենք եւ այլն, նույնը ձեր հետ որպես պատվիրատու հետադարձ կապ, ու դա տևում է որոշակի երկար ժամանակահատված ու բնականաբար ավելի մեծ ֆինանս, քան եթե դուք օգտվում եք այս վերևի ծրագրերից որևէ մեկից, լրիվ տրամաբանական է ու եկեք ոչ մեկ թող չհամոզի, որ բոլոր դեպքերում պետք է կոդ գրել, չէ, այդ կոդ գրելու ֆինանսը չունեմ օրինակ, որտեղ ինքը նաև հետագայում բանել է ուզելու, անընդհատ սպասարկում է ուզելու։ Այս համակարգերի CMS համակարգերի մեջ մի հատ բան կա, որ իրանք պարբերաբար թարմացումներ է գնում, բայց իրանք ավտոմատ թարմացնում են ու ձեր կայքում էլ այդ թարմացումը հասանելի է լինում։ Կոդի դեպքում այդ կոդերի մեջ կան ասես բլոկներ, որ բանը օգտագործում է, կոդավորողը օգտագործում է։ Այսինքն, երբ որ ընդհանրենք եթե այս կայքը բան է, կոդով է հավաքած, այս կոճակը, որին սեղմում ես ուրիշ բան է բացում, edge է բացում, նշի որ կոդավորողները, ծրագրավորողները, տենց բոլոր կայքերի դեպքում դնում են սա հավաքում են, կամ այս scroll-ի էֆեկտը, որ կա այս կոճակը, չէ, իրանք ունեն sense կոդերի բլոկներ, framework-եր է կոչվում, որ իրանք օգտագործում են, որ այդ կոդերի բլոկը պատասխանատու է այսինքն գործողության համար։ Հիմա եթե իմ կայքում ես ուզում եմ, որ այդ գործողությունը լինի, ինքը չի դնում 0-ից այդքան նորից հավաքում, ինքը այդ բլոկը վերցնում օգտագործում է։ Ու ժամանակ առ ժամանակ կարան այդ կոդերի իմաստը ակտուալ չլինեն, թարմացումներ է լինում բրաուզերներում անում այդ թարմացումները, տարբեր սերվերներում եւ այլն։ Ու կարող այդ կոդը սկսի պրոստը չաշխատել, կոճակին կլիկ անեք չաշխատի։ Դրա համար ձեզ պետք է լինի, որ այդ ծրագրավորողը կամ մեկ այլ ծրագրավորող սպասարկի, այսինքն մտնի այդ շտկումներն իրականացնի։ Այս համակարգերի դեպքում մի քիչ այդքան էլ տենց չի, որոշ դեպքերում տենց է, որոշ դեպքերում տենց չի։ Դրա համար մի հատ էլ տենց առավելություն կա, որ երբ որ իրանցով հավաքում եք, կարող ասենք մի տարի էլ կարիք չունենաք ոչ մի թարմացում անելու իր մեջ։ Կարող է 2 տարի կարիք չունենաք անելու, եթե ձեր կայքի կոնտենտը նույնն է մնում։ Իսկ կոնտենտը փոխելը շատ ավելի պարզ ու հարմար է։ Ուզում ես նկարը փոխեմ, բանը ինքը շատ պրիմիտիվ կառուցվածք է ունենում, էլի ես ասենք վերցնում եմ, չգիտեմ, դնում եմ նկարը, կարամ նկարի չափեր փոխեմ եւ այլն։ Թեպետ բանն էլ, երբ որ կոդով գրում են, ձեր համար էլի admin կա այն սարքում, sense edit անելու համար։ Սովորաբար այս CMS-ներին շատ ավելի պարզ է լինում ու հեշտ օգտագործելի, քան թե երբ որ կոդով է հավաքած լինում։ Հենց որ բանը այդ մասով հանգիստ եղեք, օգտագործեք այն տարբերակը, որը ձեր համար նպատակահարմար է։ Գուցեև առաջին անգամ օգտագործեք CMS, մի հատ հասկանաք այդ կայքը ոնց է եւ այլն, ինչ լոգիկա կա այս կոմենտում, հետո կոդով գրեք։ Երբ որ այդ փողը կունենաք, պատրաստ եք ձեր իմիջի համար տենց սիրուն թիթիզ բան սարքել, կայք սարքել,
Okay, այդ ժամանակ տվեք բան արեք։ Կոդով գրեք։ Հիմա եկեք հիթեք։ Նայեք ինքը տենց ինչ որ ամեն հատվածը սենց ինչ որ ընդգծված է, նայեք տակի անիմացիան, ինչա գնում, այստեղ շարունակելով նայեք այս ամեն հատվածը ինչ որ բլոկները տարբեր բաներ ունեն, shape-եր ունեն, գծեր ունեն, սենց layout-ներ ունեն եւ այլն եւ այլն։ Անիմացիան ինչ որ գույներ է փոխում, չգիտեմ, մեր գույները դեռ մոտ երևաց թե չերևաց։ Ինչևէ, ուզում ասեմ, որ բան է, կոդով գրածի դեպքում այդ գույները փոխվում է, click բլադարում իր մասին pop-up ասում եւ այլն։ Կոդ գրելու դեպքում սա հավանաբար հենց կոդով է գրած է։ Կոդ գրելու դեպքում այս առավելությունները այդպես մի քիչ ավելի շատ են։ Եթե դուք ունեք այդ ֆինանսը, որ դնեք ու սենց ինչ որ բան ստանաք, որպես զուտ image, okay, արեք, խնդիր չկա։ Բայց եթե դուք բիզնեսի տեսանկյունից եք գնում, կնայեք բիզնեսի համար որքանով է բան նպատակահարմար, որ դուք այդքան գումար ծախսեք։ Բրենդոնինգն էլ է, եթե ճիշտ եմ հիշում, տենց որ մտնում ես, ինչ-որ դիմացից սկրոլ ես անում, կլորիկա գնում եւ այլն, սենց ինչ-որ բաներ։ Այդ վերևում ինչ-որ տենց անիմացիաներ ա դրած եւ այլն, այդ կլորիկը մեծանում է, այսի ասենք CMS-ով չես կարող ստանալ, դա անում ես կոդի միջոցով, հետեւաբար ոնց որ իրանք ընտրել են այս տարբերակը, որ իրանք կարան, իրանք պետք է, որ որպես creative, ասենք agency, ցույց տան, որ իրանք կայքն էլ է սիրուն։ Լրիվ ազատ եք այս մասով էլ, բայց բան կանենք, հաջորդ դասին արդեն մի քանի այլ բաների մասին էլ կխոսեմ, արդեն կայքի արդյունավետության մասին, այդ արդյունավետությունը չափելու մասին, ոնց անենք, որ կայքը ինդեքսավորվի, ոնց անենք, որ ռեյտինգը բարձր լինի, մեր դոմեյնի ռեյտինգը ինչ է իրանից ենթադրում եւ այլն եւ այլն։ Այդ մասով արդեն հաջորդ դասին բան կանենք, խոսենք։ Ինձ կուզեմ ասեք ոնց էր ընթացքը, արդյոք շատ բարդ էր, շատ պարզ էր, դանդաղ էր, արագ էր, հստակ էր, թե ինչ որ խառը բաներ կար, որ հաջորդ այն մի դասի ընթացքում, եթե ինչ որ բաներ խառն եմ ասել, ավելի հստակեցնեմ ու ավելի բան անեմ։ Անկեղծ կլինեմ, այս դասից ու անցած դասից միջև տարբերություն կար, նույնիսկ մտածում է, դե անցած դասին շատ ավելի տեսական էինք խոսում եւ այլն, այստեղ տենց անդադ մտքից տենց երկրորդ բան որպես միտք մտածում եի ոնց ասեմ, որ հանկարծ ձեր համար ինչ որ բան չմտնեմ դրայվի մեջ ու անդադ խոսելով առաջ գնամ ու ինչ որ բաներ տենց անհասկանալի թողեմ։ Եթե ինչ որ բաներ տենց անհասկանալի թողել եմ, եկեք ասեք կամ առաջարկեք հաջորդ դասին ինչ կարելի է փոխել։ Չգիտեմ, օրինակ կարող է սլայդները մի քիչ ավելի շատ սարքեմ, նկարներն ավելի շատ դնեմ, կամ սլայդների վրա տեքստ ավելացնեմ եւ այլն եւ այլն։ Եթե այդ մասով ինչ որ բան ունեք ասելու, սիրով կլսեմ։ Վահան ջան, դասի համար ուզում եմ նախ ասեմ, որ շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր էր։ Ու մեկ էլ ուզում եի ասեմ, որ տերմինները ասենք շատ էր, գրավեց խնդիր եղավ, որ ասենք ընտրեցինք այս բանը ամեն ինչ հասկանում ենք, բայց այդ պահին արդեն որ գործը հասնի աշխատելուն, sense մի քիչ կամ երևի թե կարիք կա դասը մի անգամ էլ լսենք ես։ Իրականում ես պլանավորել եմ, որ այս այն առաջին տեսությունները չէ, այն երկու դասերը, որ տեսություն են եղել չէ, բայց այս ամեն ինչի վրայով մի հատ էլ ենք անցնելու ու դա կարող է լինի կամ դա կլինի հաջորդ դասը, որ տենց կրկնություն կլինի ու կոնկրետ գործողություններով կլինի, կամ կլինի ամբողջ process ավարտելուց հետո հետ վերադառնալ ու ամեն ինչից գոնե մի հատ, մի օրինակով անել, որպեսզի բան ունի, ցենց ավելի ամրապնդվի։ Եվ այն ամեն ինչ որ այսօր խոսացինք ու հաջորդին կխոսանք, եկեք փորձեք ձեր մոտ ինչ որ բան ֆիքսեք։ Ենթադրենք այսօր խոսացինք դոմեյնների մասին, եկեք ձեր մտքում մի հատ դոմեյն մտածեք, որի մասով որ կուզեք ինչ որ գործնական քայլեր անեք։ Ենթադրենք իմ հետ կամ առանց ինձ փորձեք ինչ որ դոմեյն առնեք, հա։ Փորձեք լրիվ անիմաստ դոմեյն, չգիտեմ, որոնեք, որպեսզի թանկ չլինի ու որպեսզի պատկերացնեք այնտեղ 9000 դրամ ալնելու էլի, սենց միջին հացազրկցում եմ մի տարվա համար,
Օրինակ այդ դոմեյնը առնեք, հետո այդ դոմեյնի համար բիզնես մեյլ բացեք եւ այլն եւ այլն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ երբ որ դուք ինչ-որ միտեղ թեկուզ գնացիք դասընթացի 6 ամիս, ու այդ 6 ամիս հետո դուք 5 ամիս չկարացիք օրինակ աշխատանք գտնեք, երբ որ գնաք աշխատանքի վայր, ձեզ էլի խորհուրդ է թվալու այդ ամեն ինչը, դոմեյն առնելը, մեյլ կցելը եւ այլն։ Դրա համար տենց մի անգամ որ անեք ու ձեր աչքը սովոր լինի domain բառին, business email-ին, DNS record-ներին, այսինքն DNS գրառումներին, չգիտեմ, բանը սերտիֆիկատ, name.am, GoDaddy, registrator, այս բառերին որ ձեր ականջը մի հատ սովոր լինի, դուք հետագայում երբ որ կարիք լինի ու Google-ում poisk տակ, հա, ես ասում եմ անգիր հիշել, կարող է չստացվի, որտեղ դուք օրինակ domain առնել, մարդիկ կան 2-3 տարի աշխատում են ու պատկերացրեք դուք հիմա գնում եք ընդունվում եք ենթադրենք Team Telecom կամ Ucom, դուք 5 տարի էլ աշխատեք, այդտեղ domain չեք առնելու, business mail չեք կցելու։ Որովհետև այդ մարդիկ իրենց կայք ունեն, իրենց domain ունեն, իրենց mail-երը ունեն, всё, դա կա, կարիք չի լինել, այսինքն դուք կարող եք 5 տարի աշխատեք ու 5 տարի կարիք չունենաք ընդհանրապես։ Հետո ձեր գործը տեղափոխեք կամ ձեր սեփական բիզնեսը որ սկսեք, կարիք ունենաք ու նեշի տենց շատ լավ հիշելու եք։ Սկսելու եք մտածել այդ ոնց էին անում, Google-եք, բայց ձեր ականջը ու ձեր աչքը սովոր առնելու այդ ձեր տեսածին ու լսածին, արդյունքում տենց լուրջ խնդիր չի առաջանալու, էլի ձեր մոտ։ Դրա համար հիմա թեկուզ մի հատ կարակ փորձեք, օքեյ, մի հատ 8000 դրամ կամ 9000 դրամ լնելու է դոմեյնը, մի հատ է կարող է մի 3000 դրամ էլ Google-ի hosting լինի, ասենք մի 10-11000 դրամ, օրինակ սրա վրա կարա ծախսվի։ Ենթադրենք դուք գնացել եք դասընթացին եք փող տվել։ Նախ այնտեղ էլ էին ձեզ առաջարկելու ձեր անձնականը փորձեք առնեք, բայց պատկերացրեք դասընթացին եք տվել այդ փողը, մի հատ առեք ու ձեր կյանքում ոչ մի սխալ բան չի լինի։ Եթե դուք փորձեք չստացվի, դիմեք ինձ իրար հետ անենք ստացվի, ոնց դուք չեք կարող այնց սխալ անեք, որը այտենց խիստ կրիտիկական ինչ-որ խնդիր կստեղծի ձեր մոտ, որ վախենակ անեք։ Հիշեք, թվային հարթակներում առանձնապես տենց ինչ-որ սխալ չկա, որ կարաք անեք ու ձեր համար կրիտիկական լինի։ Որտեվ երբ որ ինչ-որ կրիտիկական բան անելու եզրին կանգնած եք ելնում, ինքը ձեզ ասում է հաստատ անեմ, ու այնտեղ գրում է, որ եթե անես, սեղմես submit կամ հաստատել, ինչ խնդիր կառաջանա։ Ու երբ որ կարդում ես, հասկանում ես, որ օրինակ սրանով կջնջեմ իմ կայքը, սրանով կջնջեմ իմ Facebook-ի էջը, սրանով էս ինչ բանը կանեմ եւ այլն։ Այսինքն, այստեղ հանգիստ փորձելու, գթածակ եւ research-ի կարողությունները օգտագործելու բանն է մեր մոտ sense զարգանում ու առաջ գնում, էլի։ Եթե մենք կարացինք research անենք, որոնենք, գտնենք, հասկանանք, ինչ էլ ուզում ալնի կլինի։ Հիմա եթե ես ձեզ 6 դաս խոսամ domain գտնելուց, domain-ով business mail բացելուց, mail-ը կցելուց եւ այլն, գալու է մի օր օրինակ, փորձելու եք չստացվի, որովհետեւ ինչ որ մի բան սխալ է գնալու։ Ենթադրենք այդ ռեկորդների մեջ կարող է մի բան օրինակ ավել եք արել կամ սխալ եք արել կամ մոռացել եք անցածից ջնջեք։ Այսինքն այդ բոլորը ոչ թե ես կարամ այդ բոլոր հնարավոր 100 շեղումները ձեզ բացատրեմ կամ ինչ որ դասախոս բացատրի, այլ պրոստը պետք է հիշեք, որ A տեսակի, A տեսակի, չգիտեմ, գրառումը պետք է մի հատ լինի։ Всё։ Ոչ թե ոնց գրանցենք, պետք է ուղղակի հիշել ու իրանից մի հատ կարա լինի։ Ու երբ որ 6 տարի հետո դուք մի հատ եք ուզենաք ձեր կայքը տեղափոխեք, նայեք տենակ երկրորդն եք արդեն գրանցում են, առաջինը ջնջեք, երկրորդը գրանցենք ինքը սկսի աշխատել, բայց որպեսզի այո ձեր ականջին եւ աչքին սովոր լինի, մենք այս թեմաների վրա մի անգամ եք անցնենք, մի հատ տեսնեմ կամ հաջորդին կանենք, կամ էլ մի հատ այս սաղ կայքի հետ կապված թեմաները կամփոփենք, այս բառերը կլսեք, մի քիչ ձեր մոտ sense ինֆորմացիան խառնված կլինի, հետո մի հատ լրիվ արդեն այս կայքի տեսանկյունից ամեն ինչը նորից կամփոփենք ու sense դարակներով հերթով դասերով կգնանք, որ այս նյութի հետ է կապված, N1 այն նյութի, սա սրա հետ է կապված եւ այլն, որ տրամաբանորեն իրար շարունակվի ու ձեր մոտ ավելի հասկանալի գնա էլի ամեն ինչ, որտեւ իմ նպատակը հենց այնա, որ ձեր մոտ այնքան པարզ լինի, որ դուք որոշեք ուզում եք գնաք 6 ամիս ու դրա, ասենք, չգիտեմ, 3 ամիսը ծախսեք այս ամեն ինչի վրա, թե ձեզ մենակ օրինակ SMM-ն է հետաքրքիր կամ SEO-ն է հետաքրքիր կամ email marketing-ն է էլի հետաքրքիր։
այլ արձագանքներ ունենք, թե չէ։ Բարև ձեզ Վահան ջան, կներեք, ես ուշ եմ միացել այսօր ու այն սկզբից չեմ դիտել, չեմ լսել ձեզ։ Մի հարց ունեմ։ Օրինակ, այս ամեն ինչը արհեստական բանականության միջոցով հենց edge ստեղծելը, ոչ թե SMS-ի միջոցով, այլ հենց արհեստական բանականության, որ գրեն, մենք ինչ edge ենք ուզում, ինքը չի հավաքի մեզ տա։ Տեսեք, արդեն կան տենց արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ, որոնք բավականին օգնում են, բայց այս բանին բավականին շատ ֆունկցիոնալ, կախված ինչ ֆունկցիոնալներ նախ ուզեք, կան ֆունկցիոնալներ, որ ինքը չի կարողանալու անել, սյոժը մարդու միջամտությունը պետք է անելու, միանշանակ AI-ի տեսանկյունից սենց ասեմ էլի, AI-ը լիքը բան սկսելով cover անել, բայց շատ կարևոր է, որ նաև մենք կարողանանք ճիշտ օգտվել այդ AI-ից, այսինքն, եթե մենք գտածակ research-ի կարողություններ ու հմտություններ չունեցանք, աշխարհի ամենաուժեղ AI-ն է սարքեն, մենք չենք կարողանալու ճիշտ օգտագործենք։ Եթե 10 տարբեր մարդկանց դնենք իրար կողքի, բոլորի մոտ բացենք, ասենք ChatGPT-ին կամ թեկուզ նկար գեներացնելու AI, ու իրանց ասենք, այսինչ նկարը կամ այսինչ բանը մի հատ հարցում արեք, ես վստահեցնում եմ, որ իրանց բոլորի մոտ տարբեր պատասխաններ է լինելու։ Դա կախված է արդեն այդ մարդկանց prompt գրելու հմտությունից, հատկությունից, կարողությունից էլի։ Բայց այս բանը, որ ասեմ լրիվ ամբողջությամբ AI-ով հավաքել, հələ որ մի քիչ կաղում է, դեռ չէ։ Բայց մի հատ բան երևի խուսափեմ ասեմ, AI-ով հավանաբար եմ ասում, խուսափում եմ վստահ ասելուց, հավանաբար AI-ով աշխատող այդ կայք բիլդերները, իրանք էլի կոդի վրա են երևի հիմնված, որ կայքը AI-ը բան գրի, կոդ գրի, HTML կոդա գրում, ինքը բանով արդեն արտացոլվում է։ Ենթադրում եմ, որ տենց կլինի։ Հայաստանում TenWeb-ը կա ոնց որ AI-ի վրա է հիմնված, որ երբևէ առնչություն ունեցել է։ Այս CMS բիլդերներն էլ են հիմա ստեղ որ նայեք, ստեղ որ ասում եմ բաները, ասում է բանը AI-ի միջոցով ասում է կարող է բան անենք, edge սարքենք, ասում է prompt-ը գրի ու բան անենք, իրար հետ սարքենք, ստեղ ասում է prompt-ը գրի ինչ ես ուզում, ես հավաքեմ էլի։ Կախված է նրանից, թե ինչ prompt կարողանաս էլի գրես, այդ է հարցը, դա շատ կարևոր է, կստանաս դրանով կոզը, թե չէ։ Բայց այս բանը կարծում եմ, որ դեռ ամբողջությամբ չի անի այն ֆունկցիա, մանավանդ մի քիչ բարդ կայքերի դեպքում, երբ որ այնտեղ payment-ա պետք գցել, էսա պետք անել, այնա պետք անել, ասենք, ստեղ սեղմ ես ինչ որ հենց մարդը սեղմի, իրան մեյլ գնա եւ այլն, ասենց ինչ որ բաներում դեռ կաղելի է, բայց վստահ եմ, որ մի քանի տարի հետո full կկարենա անի։ Բայց այդտեղ էլի եմ ասում, կախված թե ինչ prompt կկարենաք իրան գրեք։ Եթե ճիշտ գրեք, կստանաք, եթե չէ, ոնց որ չէ։ Եկեք ես անջը